Մի երեխա ժամերով միայնակ սպասում է լեփ-լեցուն հիվանդանոցում, բոլորի կողմից անտեսված։ Մինչ որ ինչ-որ մեկը վերջապես նկատում է այդ անհեթեթությունը, որոշում է գործել։ Այն, ինչ սկսվում է որպես պարզ մի քայլ, ի վերջո ընդմիշտ փոխում է կյանքեր։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Երեքշաբթի առավոտը ծանր էր իջել Երանի վրա։ Այնպիսի առավոտներից, որոնք կարծես հենց սկզբից հոգնած են լինում, երբ շոկը կպչում է մաշկին, նախքան արը կհասցներ երկնքում իր տեղը գտնել։ Արաբկիր վարչական շրջանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն արթնանում էր անվերջ եռուզեռով լիս մեկ օրվա համար։ Գլխավոր ընդարձակ նախասրահը, որը լի էր կապույտ պլաստմասե աթոռների շարքերով, առավոտյան ժամը 6-ից արդեն եռում էր։ Այդ շտապող ամբոխի մեջ, հետի պատին հենված աթոռին նստած, գլխավոր գրանցման սեղանից հեռու, մի 5 տարեկան աղջնակ կար։ Նա այնքան փոքր էր, որ ոտքերը չէին հասնում հատակին, ինքնաբերաբար օրորվում էին օդում։ Հագին ուներ խունացած վարդագույն շապիկ ջինսե շորտ, որն ակնհայտորեն մեծ էր, իր վրա գոտկատեղին համապատրաստից հանգույցով էր կապված։ Շագանակագույն մազերը ծուռ հավաքված էին պոչիկով։ Գրկում նա պահում էր թաղային խանութի ջմրթված պոլիէթիլենային տոպրակ, երկու փոքրիկ ձեռքերով այնպես էր սեղմել, կարծես դա աշխարհի ամենաթանկ գանձը լիներ։ Ներսում կիսով չափ լի ջրի շիշ կար, արդեն բացված թխվածքաբլիթի տուփ մի ծալված թղթի կտոր։ Աղջիկը նայում էր առաջ, դեպի գրանցման սեղանը, որը չափազանց հեռու էր թվում, դեպի մտնող դուրս եկող մարդիկ։ Ժամանակ առ ժամանակ խորը հոգոց էր հանում, այնպես, ինչպես երեխաներն են հոգոց հանում, երբ հոգնել են սպասելուց, բայց չգիտեն ինչպես բողոքել։ Ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Կարծես նա անտեսանելի լիներ, ընդամենը մեկ ստվեր, բազմաթիվ մյուսների մեջ։ Երբեմն ինչ-որ մեկը նստում էր կողքի աթոռին, մի քանի րոպե մնում, կանչվում իր համարով հեռանում։ Իսկ նա շարունակում էր մնալ այնտեղ, միայնակ, սպասելով։ Ինչին էր սպասում։ Ում էր սպասում։ Դա ոչ ոք չգիտեր։ Եվ, ըստ ամենայնի, ոչ ոք չէր էլ ուզում հարցնել։ Առավոտյան ժամը 8-ին մոտ եռուզեռն ավելի ուշ գնացավ։ Նախասրահն էլ ավելի լցվեց։ Մարդիկ բողոքում էին ուշացումից, վիճում գրանցողների հետ։ Կոստյումով մի տղամարդ, զայրացած, հեռախոսով խոսելիս ասում էր, որ կարևոր հանդիպում ունի։ Մի տարեց կին լաց էր լինում, մինչդեռ դուստրը փորձում էր հանգստացնել նրան։ Աղջիկը լայն բացված աչքերով հետում էր ամեն ինչին։ Մի պահ նա դանդաղ վեր կացավ աթոռից, տոպրակը սեղմելով կրծքին, քայլեց դեպի գրանցման սեղանը։ Քայլում էր դանդաղ, անվստահ, կողքերն էր նայում, կարծես վախենում էր, որ սխալ բան է անում։ Գրանցողը մոտ 40 տարեկան մի կին, որի մազերը ամուր հավաքված էին, նույնիսկ գլուխը չբարձրացրեց համակարգչի էկրանից, երբ աղջիկը մոտեցավ։ Աղջիկը կոկորդը մաքրեց, փորձելով ուշադրություն գրավել։ Ոչինչ։ Նորից փորձեց, մի փոքր ավելի բարձր։ Օրիորդ, ասաց աղջիկը բարակ ու ամաչկոտ ձայնով։ Օրիորդ, ես վաղուց եմ սպասում։ Գրանցողը մի վայրկյանով հայացքը բարձրացրեց, նորից վերադարձավ էկրանին։ Պետք է քո հերթին սպասես, սիրելիս։ Բոլորն էլ սպասում են։ Նստիր այնտեղ, երբ կանչեն, կլսես։ Բայց ես արդեն առավոտվանից եմ սպասում, պնդեց աղջիկը, ավելի ամուր սեղմելով տոպրակը։ Դեռ լույսը նոր էր բացվել։ Գրանցողը անհամբեր հոգոց հանեց, նորից նայեց աղջկան, այս անգամ զայրույթի հոգնածության խառնուրդով։ Լսիր ինձ, երեխա։ Որտեղ է մայրդ։ Ո՞վ է քո պատասխանատուն։ Աղջիկը հայացքը խոնարհեց, ստորին շուրթը գծեց, մի քանի վայրկյան լուռ մնաց։ Երբ պատասխանեց, ձայնն էլ ավելի ցածր էր։ Ինձ ասացին, որ սպասեմ։ Ասացին, որ նստեմ ու այստեղից չշարժվեմ։ Գրանցողը ճակատը կնճռեց, բայց մինչ կհասցներ որևէ բան պատասխանել, հետում կանգնած մարդկանց հերթը սկսեց բողոքել, ուշադրություն պահանջելով, ասելով, որ իրենք էլ են սպասում, որ շտապում են, որ անհնար է, որ այս մեծության հիվանդանոցն այսպես աշխատի։ Սեղանի մոտիկինը շրջվեց, մյուսներին սպասարկելու, աղջիկը, հասկանալով, որ իրեն ուշադրություն չեն դարձնելու, վերադարձավ իր աթոռին, անկյունում, ոտքերը քարշ տալով ուսերը կախ։ Նա նորից նստեց, տոպրակը դրեց գրկին, սկսեց նայել հատակին։ Ոտքերը նորից սկսեցին օրորվել օդում, բայց այժմ ավելի դանդաղ, ավելի տխուր։ Ժամանակ առ ժամանակ ձեռքը դնում էր փորին, կարծես ցավ կամ քաղց զգար։
Բացում էր տոպրակը, նայում թխվածքաբլիթի տուփին, բայց չէր վերցնում։ Նորից փակում էր, շարունակում սպասել։ Ժամերն անցնում էին։ 9, 10, 11։ Նախասրահը վերածվում էր մարդկային մրջնանոցի։ Իսկ աղջիկն այնտեղ էր, նույն տեղում, գնալով ավելի փոքրացած, գնալով ավելի աննկատ այդ ամբողջ քաոսի մեջ։ Մի կամավոր անցավ, ջուր առաջարկելով, բայց նույնիսկ չնայեց աղջկա ուղղությամբ։ Կեսօրին մոտ, երբ դրսի շոգն արդեն անտանելի էր, գլխավոր մուտքի ապակե դռները բացվեցին, ներս մտավ մի տղամարդ, որն անմիջապես ուշադրություն գրավեց։ Ոչ թե նրա համար, որ գեղեցիկ էր կամ հայտնի, այլ որովհետև ուներ այնպիսի կեցվածք, որը բնորոշ է նկատվելուն սովոր մարդկանց։ Նրա անունը Տիգրան Մելիքյան էր, մոտ 50 անց, ալեխառն մազերը հետ սանրված, մորուքը խնամքով կտրված, հագին ուներ մուգ կապույտ կոստյում, որը, հավանաբար, ավելի թանկ արժեր, քան այնտեղ գտնվող ցանկացած ընտանիքի 3 ամսվա վարձը։ Դաստակին շվեյցարական համեստ, բայց շատ թանկ ժամացույց էր։ Նրան ուղեկցում էին մի երիտասարդ օգնական վարորդը։ Տիգրանը լայն քայլերով անցավ նախասրահով, շուրջը նայելով շտապողականությամբ, անհարմարությամբ։ Նա չէր սիրում հիվանդանոցներ, երբեք չէր սիրել։ Բայց պետք է այստեղ լիներ։ Նրա մայրը, տիկին Գայանեն, նախորդ գիշեր ընդունվել էր սրտի նոպայով։ Աստված իմ, փնթփնթաց Տիգրանն իր օգնականին։ Այս վայրը քաոս է։ Ավտոկայարանի է նման։ Օգնականն առաջարկեց, որ ուղիղ գնան մասնավոր բաժանմունք։ Բայց Տիգրանը, չգիտես ինչու, դանդաղեցրեց քայլերը։ Ինչ-որ բան գրավել էր նրա ուշադրությունը։ Նա կանգ առավ, գլուխը շրջեց, նայեց նախասրահի անկյունը։ Այնտեղ, պատին հենված աթոռին, նստած էր աղջիկը։ Դեռ նույն տեղում։ Դեռ միայնակ։ Տիգրանը ճակատը գնջրեց։ Շուրջը նայեց, փնտրելով մոտակայքում որե մեծահասակի, որե պատասխանատուի։ Ոչինչ։ Աղջիկը բոլորովին միայնակ էր։ Սպասիր, ասաց Տիգրանը։ Այն աղջիկը, այնտեղ։ Միայնակ է։ Օգնականը նայեց, ուսերը թոթվեց։ Երի ծնողներին է սպասում։ Սովորական բան է։ Բայց որքան ժամանակ, պնդեց Տիգրանը։ Նայիր նրա դեմքին։ Ուժասպառ է։ Օգնականը սկսեց անհամբերանալ։ Պարոն Մելիքյան, ձեր մայրը ձեզ է սպասում։ Տիգրանը ձեռքը բարձրացրեց, օգնականին լռեցնելով, սկսեց քայլել աղջկա ուղղությամբ։ Երբ մոտեցավ, աղջիկը դանդաղ բարձրացրեց աչքերը, կասկածամտորեն նայեց նրան։ Տիգրանը կանգնեց մոտ 2 մետր հեռավորության վրա, կռացավ նրա հասակին հավասարվելու համար, հանգիստ ձայնով խոսեց. Բար, փոքրիկ։ Ամեն ինչ լավ է քեզ հետ։ Աղջիկը շուրթը գծեց, տատանվեց, դանդաղ գլխով արեց։ Ինձ ասացին, որ սպասեմ, ասաց նա ցածրաձայն։ Ասացին, որ այստեղից չշարժվեմ։ Իսկ որքան ժամանակ է, որ սպասում ես։ Աղջիկն ուսերը թոթվեց։ Շատ։ Առավոտվանից։ Դեռ լույսը նոր էր բացվել։ Տիգրանը սրտում սեղմոց զգաց։ Նայեց ժամացույցին։ Եթե աղջիկն այստեղ էր վաղ առավոտից, նշանակում է սպասում էր։ Առնվազն 6 ժամ։ Միայնակ։ Առանց ոչ ոքի։ Նա վեր կացավ, զգալով, թե ինչպես է զայրույթը սկսում եռալ ներսում։ Այն զայրույթը, որը գալիս է, երբ բախվում ես աղաղակող անարդարության հետ, չես կարող պարզապես շրջվել ու գնալ։ Նա խիստ արտահայտությամբ նայեց օգնականին։ Դու տեսնում ես սա։ 6 ժամ։ 5 տարեկան երեխան 6 ժամ սպասում է, ոչ ոք ոչինչ չի արել։ Օգնականը բերանը բացեց պատասխանելու, բայց մինչ կհասցներ որե բան ասել, հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը մոտեցավ այնպիսի իշխանական տեսքով, որը բնորոշ է կարգուկանոն պահպանողներին։ Պարոն, դուք չեք կարող այստեղ կանգնել, խանգարելով հոսքը։ Եթե հիվանդ չեք, պետք է խնդրեմ, որ անցնեք գրանցման սեղանի մոտ կամ դուրս գաք նախասրահից։ Տիգրանը շրջվեց դեպի անվտանգության աշխատակիցը մի հայացքով, որը ստիպեց տղամարդուն մի քայլ հետ գնալ։ Ինչին խանգարել, կոնկրետ։ Ես փորձում եմ հասկանալ, թե ինչու է մի երեխա ժամերով լքված այստեղ, ոչ ոք բացարձակապես ոչինչ չի արել։ Որտեղ է այս բաժնի պատասխանատուն։ Ես ուզում եմ խոսել վարիչի հետ։ Հիմա։
Անվտանգության աշխատակիցը չիմանալով ինչպես վարվել իրավիճակում, կակազելով ինչ-որ բան ասած արձանագրության մասին փորձեց բացատրել, որ բոլորն էլ սպասում են, որ հիվանդանոցը լեփ-լեցուն է, որ հնարավոր չէ բոլորին միաժամանակ սպասարկել։ Տիգրանը նույնիսկ չուզեց լսել։ Լեփ-լեցուն լինելը երեխային անտեսելու արդարացում չէ, ասաց նա, այժմ բարձրացնելով ձայնը, շուրջ բոլորը մի քանի մարդ սկսեց ուշադրություն դարձնել։ Լեփ-լեցուն լինելը արդարացում չէ 5 տարեկան աղջկան այստեղ նստեցնելու համար, կարծես նա մոռացված կահույք լինի։ Ես ուզում եմ վարիչին։ Ես ուզում եմ համակարգողին։ Ես ուզում եմ այստեղ իշխանություն ունեցող մեկին, հիմա, կամ ես այնպիսի սկանդալ կսարքեմ, որ դուք երկար չեք մոռանա։ Անվտանգության աշխատակիցը, տեսանելիորեն անհարմար զգալով, վերցրեց ռացիան օգնություն կանչեց։ Մինչդեռ Տիգրանը վերադարձավ աղջկա մոտ, նորից կռացավ խոսեց նրա հետ, այս անգամ ավելի քնքշորեն։ Անունդ ինչ է, փոքրիկ։ Աղջիկը տատանվեց, կողքերը նայեց, կարծես վախենում էր ասել, բայց վերջապես ցածրաձայն պատասխանեց. Անահիտ։ Բայց բոլորն ինձ Անի են ասում։ Տիգրանը նորից սրտում սեղմոց զգաց։ Անի։ Այնքան գեղեցիկ անուն այսքան տխուր իրավիճակի համար։ Լավ, Անի։ Ես այս հարցը կլուծեմ, լավ։ Դու այլս միայնակ չես սպասելու։ Խոստանում եմ։ Եվ այդ պահին Տիգրան Մելիքյանը, միլիոնատեր գործարարը, որը սովոր էր միլիոնավոր դրամների գործարքներ կնքել, թանկարժեք ռեստորաններում ընտրել խնդիրները լուծել մեկ հեռախոսազանգով, որոշեց, որ անելու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի այդ աղջկան սպասարկեն։ Ոչ թե որովհետև բարի էր։ Ոչ թե որովհետև ուզում էր եռալ։ Այլ որովհետև ինչ-որ կերպ Անին այնտեղ միայնակ ու մոռացված տեսնելը շարժել էր իր ներսում մի շատ խորը բան, մի բան, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Բաժնի համակարգողը րոպեներ անց ժամանեց, միջին տարիքի մի կին, սպիտակ խալաթով վարժեցված ժպիտով, այնպիսի ժպիտներից, որոնք հիվանդանոցներում սովորեցնում են նյարդային մարդկանց հանգստացնելու համար։ Նա ներկայացավ որպես բժշկուհի Արմինե, փորձեց քաղաքավարի լինել, առաջարկեց առանձին սենյակ ավելի հանգիստ խոսելու համար։ Տիգրանը տեղն ու տեղը մերժեց։ Ոչ։ Մենք կլուծենք այստեղ։ Բոլորի աչքի առաջ։ Որովհետև հենց այստեղ, բոլորի աչքի առաջ, այս աղջիկն անտեսվեց։ Բժշկուհի Արմինեն պահպանեց ժպիտը, բայց աչքերն արդեն դրսորում էին զայրույթի նշույլ։ Նա սովոր էր գործ ունենալ նյարդային հարազատների, գոռացող մարդկանց, սթրեսային իրավիճակների հետ։ Բայց Տիգրանի ձայնի տոնի, նրա կեցվածքի, նրա աղջկա իր միջ կանգնելուձի մեջ ինչ-որ բան հասկացրեց, որ այս իրավիճակը մի քանի բյուրոկրատական ներողություններով չի լուծվելու։ Պարոն, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, սկսեց նա զուսպ պրոֆեսիոնալ ձայնով։ Բայց հիվանդանոցը ծայրահեղ գերբեռնվածությամբ փուլում է։ Միայն այս բաժանմունքում 200-ից ավելի հիվանդ սպասում է սպասարկման։ Ցավոք, որոշ ուշացումներ անխուսափելի են։ Ուշացում, կրկնեց Տիգրանը բառը, կարծես դա վիրավորանք լիներ։ Ուշացումը 15 րոպեն է, կես ժամը, գուցե 1 ժամը, ծայրահեղ դեպքում։ 6 ժամը ուշացում չէ, տիկին բժիշկ։ 6 ժամը լքվածություն է։ Իսկ երբ խոսքը 5 տարեկան երեխայի մասին է, սա արդեն ամպութությունից վերածվում է հանցագործության։ Հանցագործություն բառը նախասրահում ընկավ ռումբի պես։ Մոտակայքում գտնվող որոշ մարդիկ գլուխները շրջեցին, հետաքրքրված։ Մի քանի աթոռ այն կողմ նստած մի երիտասարդ հանեց հեռախոսը, սկսեց զգուշորեն նկարահանել։ Բժշկուհի Արմինեն նկատեց դա, նրա դեմքի անհարմարությունն ավելի ակնհայտ դարձավ։ Պարոն, խնդրում եմ, եկեք հանգիստ լինենք։ Այդքան ծանր տերմիններ օգտագործելու կարիք չկա։ Երեխան լավ է, հարմարավետ նստած է, հենց որ ազատ տեղ ունենանք, լավ է, ընդհատեց նրան Տիգրանը, այժմ նրա ձայնն ավելի բարձր էր, ավելի ամուր, լի անկեղծ վրդովմունքով, որը գալիս էր խորքից։ Դուք նրան նայել եք։ Ուշադիր եք նայել։ Նա հազիվ է կարողանում աչքերը բաց պահել հոգնածությունից։ Սոված է, հավանաբար ջրազրկված, Աստված գիտի, թե որքան ժամանակ է զուգարան չի գնացել, որովհետև երի վախենում է իր հերթը կորցնել։ Դուք դա լավ լինել եք անվանում։ Բժշկուհի Արմինեն բերանը բացեց պատասխանելու, բայց այդ պահին առավոտյան Անիին սպասարկած գրանցողը մոտեցավ, ուղեկցությամբ անվտանգության աշխատակցի, որը փորձել էր Տիգրանին հեռացնել։ Կինը պաշտպանական դիրք էր ընդունել, ձեռքերը խաչել էր կրծքին։
Ես այս աղջկան ավելի վաղ սպասարկել եմ, ասաց գրանցողը, դիմելով համակարգողին, բայց արագ հայացքներ նետելով Տիգրանին։ Նա եկել էր առանց փաստաթղթի, առանց ուղեկցողի, չուներ բժշկական քարտ, ոչինչ չուներ։ Ես նրան ասացի, որ սպասի, որովհետև առանց փաստաթղթերի մենք չենք կարող համակարգում գրանցում կատարել։ Տիգրանը բացարձակ անհավատությամբ շրջվեց դեպի գրանցողը։ Դուք ինձ ասում եք, որ 5 տարեկան երեխան եկել է այստեղ միայնակ, օգնություն խնդրելով, պատասխանը եղել է նրան նստեցնելն ու սպասեցնելը, որովհետև թուղթ չուներ։ Ձեր մտքով չի անցել, որ այս իրավիճակում գտնվող երեխան անհապաղ ուշադրության կարիք ունի, որ ինչ-որ մեկը պետք է հետաքններ, թե ինչ է կատարվում։ Գրանցողը կարմրեց, բայց պահպանեց պաշտպանական տոնը։ Ես սոցիալական աշխատող չեմ, պարոն։ Ես գրանցման բաժնում եմ աշխատում։ Իմ գործառույթը գրանցում կատարելն ու հերթը կազմակերպելն է։ Եթե երեխան փաստաթուղթ չունի, ես չեմ կարող գրանցում կատարել։ Այդքան պարզ։ Այդքան պարզ, կրկնեց Տիգրանը, գլուխը թափահարելով զայրույթի տխրության խառնուրդով։ Սա է խնդիրը։ Այստեղ բոլորն իրենց գործառույթն ունեն, բայց ոչ ոք պատասխանատվություն չունի։ Երեխան գրանցման բաժնի խնդիրը չէ, բուժքույրական բաժնի խնդիրը չէ, ոչ ոքի խնդիրը չէ։ Եվ արդյունքում նա 6 ժամ նստում է, մինչդեռ բոլորն անցնում են կողքով, ծածնելով, թե չեն տեսնում։ Այդ պահին բարակ ու վախեցած մի ձայն ընդհատեց վիճաբանությունը։ Դա Անին էր, որը վեր էր կացել աթոռից կանգնել էր մոտակայքում, տոպրակը ձեռքին, աչքերը լի արցունքներով։ Ներողություն, ասաց նա դողացող ձայնով։ Ներողություն խնդրի համար։ Ես կարող եմ գնալ։ Իմ պատճառով պետք չէ վիճել։ Տիգրանը զգաց, կարծես ինչ-որ մեկը հարվածեց իր ստամոքսին։ Նա նայեց այդ նիհար, մաշված հագուստով աղջնակին, որը ներողություն էր խնդրում իր գոյության, օգնության կարիք ունենալու, անհարմարություն պատճառելու համար։ Եվ այդ պահին իր ներսում ինչ-որ բան կոտրվեց, վերակառուցվեց բոլորովին այլ կերպ։ Նա կրացավ մինչ աղջկա հասակին, քնքշորեն ձեռքը դրեց նրա ուսին, խոսեց մի քնքշությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Դու ոչ մի բանի համար ներողություն խնդրելու կարիք չունես, Անի։ Այս ամենը քո մեղքը չէ։ Դու երեխա ես։ Երեխան չպետք է անհանգստանա, խնդիր կպատճառի, թե ոչ։ Երեխային պետք է խնամել, պաշտպանել, սպասարկել։ Եվ հենց դա էլ հիմա տեղի կունենա։ Խոստանում եմ։ Նա վեր կացավ, նայեց բժշկուհի Արմինեին մի վճռականությամբ, որը բանակցությունների տեղ չէր թողնում։ Ես ուզում եմ, որ 5 րոպեի ընթացքում այստեղ մանկաբույժ լինի։ Ուզում եմ, որ այս աղջկան զննեն, ջուր տան, անհրաժեշտության դեպքում կերակրեն։ Ուզում եմ, որ սոցիալական աշխատողը գա այստեղ, խոսի նրա հետ, պարզի, թե որտեղից է նա եկել, ով է նրա պատասխանատուն, ինչու է 5 տարեկան երեխան միայնակ քաղաքում շրջում, հիվանդանոց փնտրելով։ Եվ ուզում եմ, որ այս ամենը արվի հիմա, ոչ թե կես ժամից, ոչ թե երբ ժամանակ լինի, այլ հիմա։ Բժշկուհի Արմինեն պատրաստվում էր բողոքել, երբ Տիգրանը ավելացրեց, նրա ձայնի տոնը կասկած չթողեց, որ դա խնդրանք չէր, այլ հրաման։ Եվ եթե 5 րոպեի ընթացքում ոչ ոք չհայտնվի այս հարցը լուծելու, ես կզանգահարեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնց ճանաչում եմ, հեռուստատեսություն կկանչեմ այստեղ, կտեղադրեմ սոցցանցերում, կբարձրացնեմ ամենամեծ աղմուկը, որ այս հիվանդանոցը երբ է տեսել է։ Եվ այն ժամանակ կտեսնենք, թե արդյոք գերբեռնվածությունը բավարար արդարացում է, երբ մամուլն այստեղ հարցնի, թե ինչու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը երեխային 6 ժամ լքված թողնում նախասրահում։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Բժշկուհի Արմինեն շուրջը նայեց, տեսավ, որ մի քանի մարդ հետում է տեսարանին, տեսավ, որ երիտասարդը դեռ նկարահանում է հեռախոսով, տեսավ, որ իրավիճակը բոլորովին դուրս է գալիս վերահսկողությունից։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով պահպանել պրոֆեսիոնալ հանգստությունը, վերջապես գլխով արեց։ Անմիջապես կկազմակերպեմ, ասաց նա զուսպ ձայնով, բայց լարվածությունը նկատելի էր։ Խնդրում եմ միայն, որ պարոնը հանգստություն պահպանի, մինչ մենք կազմակերպում ենք սպասարկումը։ Հանգիստ կլինեմ, երբ աղջկան խնամեն, պատասխանեց Տիգրանը։ Մինչ այդ, ես այստեղից չեմ հեռանա։ Բժշկուհի Արմինեն արագ հեռացավ, ռացիայով խոսելով, թիմին հավաքելով, փորձելով հանգցնել հրդեհը, մինչ այն կտարածվեր։ Անվտանգության աշխատակիցը մնաց մոտակայքում, չիմանալով ինչ անել։ Գրանցողը վերադարձավ իր սեղանի մոտ, տեսանելիորեն ցնցված։ Իսկ Տիգրանը մնաց այնտեղ, կանգնած Անի կողքին, իսկ օգնականը մի քանի մետր հետում կանգնած, չիմանալով ուր նայել։
Մինչ սպասում էին, Տիգրանը նայեց աղջկան, նկատեց, որ նա թեթակի դողում է։ Նա հանեց կոստյումի բաճկոնը, չնայած շոգին, դրեց նրա ուսերին։ Բարակ ու թանկարժեք կտորը ամբողջությամբ կուլ տվեց երեխային, բայց գոնե պաշտպանվածության, խնամքի զգացողություն տվեց։ Սոված ես, քնքշորեն հարցրեց Տիգրանը։ Անին դանդաղ գլխով արեց, առանց նրան նայելու։ Իմ տոպրակում թխվածքաբլիթ կա, ասաց նա ցածրաձայն։ Բայց ես պահում եմ։ Ինչի՞ համար ես պահում։ Հետոյի համար։ Երբեք չգիտես, էլի կունենաս, թե։ Ոչ։ Այդ արտահայտությունը, որն ասվեց այն դաժան պարզությամբ, որը բնորոշ է քաղցից վախենալ շուտ սովորած մարդուն, ստիպեց Տիգրանին մի վայրկյան փակել աչքերը, փորձելով զսպել հուզմունքը։ Նա կանչեց օգնականին, խնդրեց, որ գնա հիվանդանոցի բուֆետ սննդարար բան գնի, սենդվիչ, հյութ, մի բան, որ աղջիկը կարողանա ուտել, մինչ սպասում է սպասարկմանը։ Օգնականն արագ վերադարձավ հավով սենդվիչով, նարնջի հյութով, յոգուրտով։ Տիգրանը վերցրեց ամեն ինչ, առաջարկեց Անիին, որը լայն բացված աչքերով նայեց ուտելիքին, կարծես երբեք այդքան առատություն միանգամից չէր տեսել։ Նա երկու ձեռքով վերցրեց սենդվիչը, սկսեց դանդաղ ուտել, յուրաքանչյուր կտորը ուշադրությամբ ծամելով, յուրաքանչյուր պատառը համտեսելով, կարծես դա վերջինը լիներ։ Մինչ Անին ուտում էր, Տիգրանը օգտվեց առիթից, մի քանի զանգ կատարեց։ Նախ զանգեց մորը, բացատրեց, որ հիվանդանոցում մի իրավիճակ է լուծում, մի փոքր ավելի ուշ կբարձրանա։ Տիկին Գայանեն, նույնիսկ հիվանդանոցային մահճակալից, անմիջապես հասկացավ։ Նա ճանաչում էր իր որդուն, գիտեր, որ երբ նա մի բան մտքին դնում էր, աշխարհում ոչ մի ուժ չէր կարող նրան կանգնեցնել։ Հետո Տիգրանը զանգեց մի իրավաբան ընկերոջ, արագ բացատրեց իրավիճակը, խորհուրդ հարցրեց երեխայի իրավունքների, հիվանդանոցի պարտականությունների, իրավիճակը պատշաճ կերպով չլուծվելու դեպքում ինչպես վարվելու մասին։ Իրավաբանը խոստացավ հաղորդագրությամբ ուղարկել հիմնական իրավական կետերի ամփոփումը, պատրաստակամություն հայտնեց օգնելու, եթե անհրաժեշտ լինի։ Շատ չանցած, բժշկական թիմը հայտնվեց։ Մի երիտասարդ մանկաբույժ, մոտ 30 տարեկան, մազերը հավաքված ուշադիր հայացքով, մոտեցավ, ուղեկցությամբ բուժքրոջ սոցիալական աշխատողի։ Մանկաբույժը ներկայացավ որպես բժշկուհի Մարինե, ի տարբերություն համակարգողի, թվում էր, թե անկեղծորեն անհանգստացած է իրավիճակով։ Նա կռացավ Անիի առջ, ջերմորեն ժպտաց, սկսեց խոսել աղջկա հետ, հարցնելով անունը, տարիքը, ինչպես է իրեն զգում։ Անին ցածրաձայն պատասխանեց, դեռ կասկածամտորեն, բայց բժշկուհու քնքուշ վերաբերմունքը կամաց-կամաց կոտրեց դիմադրությունը։ Մենք քեզ արագ կզննենք, լավ, բացատրեց բժշկուհի Մարինեն։ Ուղղակի տեսնելու, թե ամեն ինչ կարգին է քեզ հետ։ Ոչինչ չի ցավելու, խոստանում եմ։ Անին նայեց Տիգրանին, կարծես թույլտվություն էր խնդրում կամ հաստատում փնտրում, որ կարող է վստահել։ Տիգրանը գլխով արեց, քաջալերող ժպտաց։ Կարող ես գնալ, Անի։ Բժշկուհին քեզ լավ կխնամի։ Իսկ ես այստեղ կսպասեմ։ Չեմ գնա, խոստանում եմ։ Աղջիկը գլխով արեց, վեր կացավ աթոռից, բժշկուհու ու բուժքրոջ հետ գնաց մոտակա զննման սենյակ։ Սոցիալական աշխատողը մնաց հետում, խոսելով Տիգրանի հետ, փորձելով ավելի լավ հասկանալ իրավիճակը։ Դուք երեխայի հարազատն եք, հարցրեց սոցիալական աշխատողը, բացելով ձաթղթերով թղթապանակը։ Ոչ, պատասխանեց Տիգրանը։ Ես պարզապես անցնում էի նախասրահով, տեսա, որ նա ժամերով միայնակ է, ոչ ոք ոչինչ չի անում։ Որոշեցի միջամտել։ Սոցիալական աշխատողը մի քանի բան գրի առավ, շարունակեց։ Դուք գիտեք, թե որտեղից է նա եկել։ Ո՞վ է նրան այստեղ բերել։ Ընտանիքի մասին որը տեղեկություն ունեք։ Ոչինչ չունեմ, խոստովանեց Տիգրանը։ Նա ասաց, որ ինչ-որ մեկը իրեն ասել է սպասել, բայց մանրամասներ չի տվել։ Իր հետ մի տոպրակ կա, որի մեջ երի ինչ-որ բան կա, գուցե դուք այնտեղ որը հետ գտնեք։ Սոցիալական աշխատողը գլխով արեց, խոստացավ հետաքննել։ Նա մտավ սենյակ, որտեղ Անին զննում էին, Տիգրանը մնաց այնտեղ, միջանցքում, անհանգիստ քայլելով այս ու այն կողմ։ Յուրաքանչյուր 2 րոպեն մեկ ստուգելով ժամացույցը։ Օգնականը զգուշորեն մոտեցավ։ Պարոն Մելիքյան, ձեր մայրը նորից զանգեց։ Նա ուզում է իմանալ, դուք կբարձրանաք, թե։ Նախընտրում եք, որ ինքն իջնի։ Տիգրանը հոգոց հանեց, ձեռքը տարավ մազերի միջով, նայեց զննման սենյակի դռանը։ Ասա նրան, որ կբարձրանամ, հենց որ այստեղի իրավիճակը լուծվի։ Ես այս աղջկան հիմա միայնակ չեմ թողնի։ Նրան արդեն բավական երկար են միայնակ թողել։
Եվ այդպես հիվանդանոցի այդ միջանցքում օդում սպիրտի հոտով մարդկանց գնալ գալու ձայներով Տիգրան Մելիքյանը մի որոշում կայացրեց, որի մասին դեռ չգիտեր, բայց որը պիտի ամբողջությամբ փոխեր նրա կյանքի ընթացքը։ Որովհետև երբեմն մենք չենք ընտրում շրջադարձային պահերը։ Դրանք են մեզ ընտրում։ Եվ երբ դրանք տեղի են ունենում, միակ բանը, որ կարող ենք անել, դրանց արժանի լինելն է։ Կես ժամ անց բժշկուհի Մարինեն դուրս եկավ զննման սենյակից անհանգիստ, բայց զուսպ արտահայտությամբ։ Նա խնդրեց առանձին խոսել Տիգրանի հետ, նրանք մի քանի մետր հեռացան հեռու հետաքրքրասեր ականջներից, որոնք դեռ շրջում էին նախասրահում։ Աղջիկը ֆիզիկապես լավ է, փառք Աստծո, սկսեց բժշկուհին։ Մի փոքր ջրազրկված, ակնհայտորեն հոգնած սոված, բայց ոչ մի լուրջ բան։ Ինձ անհանգստացնում է նրա հուզական վիճակը։ Նա վախեցած է ինքնամփոփ, որքանով կարողացա նրա հետ խոսել, թվում է, թե սա առաջին անգամը չէ, որ նա միայնակ է գալիս հիվանդանոց։ Տիգրանը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Ինչպես թե առաջին անգամը չէ։ Նա ասաց, որ արդեն մի քանի անգամ եկել է, միշտ միայնակ, միշտ սպասելով։ Ասաց, որ ինչ-որ մեկը, ում նա պարզապես մարդ է անվանում, իրեն բերում է մինչ հիվանդանոցի դուռը, հրահանգներ է տալիս նստելու սպասելու, հեռանում է։ Հետո վերադառնում է տանելու։ Երբեմն շատ է ուշանում։ Երբեմն նույն օրը չի վերադառնում։ Սա բացարձակ անհեթեթություն է, ասաց Տիգրանը, փորձելով ընկալել տեղեկությունը։ Ո՞վ է այդպիսի բան անում երեխայի հետ։ Եվ ինչու։ Այստեղ ոչ ոք նախկինում չի նկատել։ Եթե նա արդեն մի քանի անգամ եկել է, ինչ-որ մեկը պետք է նկատեր, ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան աներ։ Բժշկուհի Մարինեն հոգոց հանեց, նրա հայացքում անկեղծ տխրություն կար։ Լեփ-լեցուն հիվանդանոց, գերծանրաբեռնված անձնակազմ, սթրեսի մեջ գտնվող մարդիկ։ Ցավոք, բաներ աննկատ են մնում։ Եվ երբ երեխան միայնակ է, երբեմն մենք ենթադրում ենք, որ նա մոտակայքում որե հարազատի հետ է, որ շուտով կսպասարկվի, որ ինչ-որ մեկը խնամում է։ Մենք երբեք չենք պատկերացնում, որ նա բառացիորեն լքված է։ Տիգրանը գլուխը թափահարեց, դեռ անհավատությամբ լի։ Իսկ հիմա։ Ինչ ենք անում։ Սոցիալական աշխատողը փորձում է որե կոնտակտ գտնել նրա բերած տոպրակում։ Մի ծալված թղթի կտոր կա, վրան գրված հեռախոսահամարով։ Մենք արդեն զանգել ենք, բայց ոչ ոք չի պատասխանել։ Նորից կփորձենք։ Մինչ այդ, մենք չենք կարող նրան միայնակ թողնել գնա։ Եթե մինչ օրվա վերջ ոչ ոք չհայտնվի, մենք ստիպված կլինենք դիմել խնամակալության հոգաբարձության մարմիններին։ Տիգրանը գլխով արեց, բայց նրա մի մասն արդեն գիտեր, որ այս պատմությունը դեռ շատ հեռու է ավարտվելուց։ Եվ այդպես սկսվեց այն երեքշաբթի առավոտյան երանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի լեփ-լեցուն նախասրահում մի վրդովմունքի պատմություն, որը պիտի փոխեր շատ ավելին, քան պարզապես կապույտ պլաստմասե աթոռին մոռացված մի երեխայի ճակատագիրը։ Զննման սենյակը փոքր էր, սպիտակ պատերով, որոնցից ախտահանիչի հոտ էր գալիս, թղթե սավանով ծածկված մահճակալով։ Անին նստած էր եզրին, օրորելով ոտքերը, որոնք չէին հասնում հատակին, մինչ բժշկուհի Մարինեն զգուշորեն ֆիզիկական զննում էր կատարում։ Բժշկուհին ուներ այն քնքուշ վերաբերմունքը, որը բնորոշ է երեխաների հետ աշխատողներին։ Խոսում էր ցածրաձայն, բացատրում էր ամեն ինչ անելուց առաջ, թույլտվություն էր խնդրում դիպչելու համար։ Դա այն ուշադրությունն էր, որին Անին ակնհայտորեն սովոր չէր։ Հիմա ցավ ունես, Անի, հարցրեց բժշկուհին, ստուգելով սրտի զարկերը ստետոսկոպով։ Անին գլխով բացասական շարժում արեց, բայց այն, թե ինչպես ձեռքը տարավ փորին, հակասում էր պատասխանին։ Այստեղ չի։ Ցավում, բժշկուհի Մարինեն նրբորեն դիպավ ստամոքսի շրջանին։ Երբեմն, խոստովանեց աղջիկը ցածրաձայն։ Երբ շատ երկար եմ սպասում ուտելու։ Իսկ երբ ես վերջին անգամ ինչ-որ բան կերել, բացի այն սենդվիչից, որ պարոնը քեզ տվեց։ Անին մի քանի վայրկյան մտածեց, փորձելով հիշել։ 3 գիշեր։ Բրինձ կար։ Բժշկուհի Մարինեն անհանգիստ հայացքով նայեց բուժքրոջը, որը ամեն ինչ գրի էր առնում քարտի վրա։ 12 ժամից ավելի առանց ուտելիքի։ Այդ չափի երեխայի համար դա բացատրում էր թուլությունը, գունատությունը, անկենդան տեսքը։ Մինչ զննումը շարունակվում էր, սոցիալական աշխատողը մոտ 40 տարեկան Նունե անունով մի կին, սենյակի մյուս կողմում զգուշորեն զննում էր Անի տոպրակի պարունակությունը, կարծես շատ փխրուն բան լիներ։ Ներսում այժմ դատարկ ջրի շիշ կար, արդեն վերջացած թխվածքաբլիթի տուփը մի քանի անգամ ծալված թուղթ, որի ծայրերը ճմրթված էին, կարծես շատ անգամ բացվել ու փակվել էր։
Նունեն դանդաղ բացեց թուղթը։ Դա տետրից պոկված թերթ էր, անկանոն ձեռագրով, որը բնորոշ է քիչ կրթություն ունեցող մարդուն։ Կապույտ գրիչով գրված հեռախոսահամար կար, իսկ ներքում էլ ավելի դողացող տառերով գրված մի բառ աշխատանք։ Սոցիալական աշխատողը հանեց հեռախոսը, հավաքեց համարը։ Զանգը գնաց 1, 2, 3 անգամ։ 6 զանգից հետո միացավ ձայնային փոստը։ Մի կնոջ հոգնած ձայն պարզապես ասում էր. «Հիմա չեմ կարող պատասխանել, հաղորդագրություն թողեք»։ Նունեն անջատեց, մի քանի րոպե սպասեց, նորից փորձեց։ Նույն բանը։ Ձայնային փոստ։ Նա դուրս եկավ զննման սենյակից, գնաց միջանցք, որտեղ Տիգրանը դեռ սպասում էր, վանդակում փակված առյուծի պես այս ու այն կողմ քայլելով։ Նրա օգնականը հանձնվել էր նրան համոզելուց, որ գնա, այժմ նստած էր աթոռին, հեռախոսով խաղալով, հաշտված իրավիճակի հետ։ «Պարոն Մելիքյան», կանչեց Նունեն։ «Կարող եմ մի րոպե ձեզ հետ խոսել»։ Տիգրանն անմիջապես շրջվեց, անհամբեր սպասելով նորությունների։ Աղջիկը ֆիզիկապես լավ է։ Ջրազրկված, թերսնված, շատ հոգնած, բայց ոչինչ, որը չի լուծվի հեղուկների ընդունմամբ պատշաճ սննդով։ Խնդիրը սոցիալական համատեքստն է։ Մենք նրա իրերի մեջ հեռախոսահամար գտանք, բայց ոչ ոք չի պատասխանում։ Եվ երբ աղջկա հետ խոսեցինք, թե ով է նրան խնամում, պատասխանները շատ անորոշ ու անհանգստացնող են։ Ինչպես անորոշ, հարցրեց Տիգրանը, ճակատը կնճռելով։ Նա մոր կամ հոր մասին չի խոսում։ Միշտ օգտագործում է «մարդ» բառը։ Ասում է, որ այդ մարդը շատ է աշխատում, որ չի կարող բացակայել, այդ պատճառով ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի։ Երբ հարցրինք, թե որտեղ է ապրում, նա Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի հանրակացարանի հասցե տվեց։ Երբ հարցրինք, թե ում հետ է ապրում, ասաց՝ միայն այդ մարդն ու ինքը։ Տիգրանը ձեռքը տարավ դեմքին, փորձելով ընկալել այս ամենը։ Հիմա ինչ եք անելու։ Կշարունակեմ փորձել կապ հաստատել։ Եթե մինչ երեկո ոչ ոք չհայտնվի, չպատասխանի, ստիպված կլինեմ դիմել խնամակալության մարմիններին։ Դա արձանագրություն է։ Անուղեկից։ Երեխա, առանց հայտնի պատասխանատուի, հնարավոր անպութության իրավիճակ։ Խնամակալության մարմինը կհետաքննի կորոշի հետագա քայլերը։ Իսկ մինչ այդ որտեղ է մնալու, հարցրեց Տիգրանը, նրա ձայնում մի հրատապություն կար, որը նույնիսկ ինքը չէր կարողանում բացատրել։ Այստեղ, հիվանդանոցում։ Մենք չենք կարող նրան միայնակ բաց թողնել։ Կթողնենք մանկական հսկողության բաժանմունքում։ Գոնե այնտեղ նա ապահով կլինի, կերակրված, հանգստացած։ Տիգրանը գլխով արեց, բայց այս ամենի մեջ ինչ-որ բան խորապես անհանգստացնում էր նրան։ Ոչ միայն աղջկա իրավիճակը, այլ այն, թե ինչպես էր ամեն ինչ այդքան բյուրոկրատական, այդքան սառը կերպով լուծվում, կարծես Անին ընդամենը մեկ այլ դեպք լիներ, մեկ այլ համար, մեկ այլ խնդիր, որը պետք է լուծվեր արձանագրության համաձայն։ Ես ուզում եմ նրա հետ խոսել, նախքան նրան հսկողության տակ կվերցնեք, ասաց Տիգրանը։ Ընդամենը մի քանի րոպե։ Նունեն տատանվեց, բայց տեսնելով նրա հայացքի վճռականությունը, գլխով համաձայնեց։ Մի քանի րոպե անց Անին դուրս եկավ զննման սենյակից բժշկուհի Մարինեի հետ։ Աղջկա թին նույնականացման թնոց կար, ձեռքին պլաստմասե բաժակով հյութ էր պահում։ Երբ տեսավ Տիգրանին, նրա աչքերը թեթակի փայլեցին, կարծես վերջապես ծանոթ մեկին էր գտել այդ տարօրինակ վայրում։ Տիգրանը կռացավ նրա առջ, ձեռքերը դնելով ծնկներին, որպեսզի աղջկա աչքերի մակարդակին լինի։ Դե ինչ, Անի։ Ինչպե՞ս ես։ Ավելի լավ, պատասխանեց նա ցածրաձայն, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Բժշկուհին քեզ լավ զննեց։ Նա գլխով արեց, որ այո։ Տես, այնտեղի կինը, ցույց տվեց Նունեին, նա սոցիալական աշխատող է։ Նա հիմա քեզ կխնամի, կտանի հիվանդանոցի մի տեղ, որտեղ դու կարող ես հանգստանալ, ինչ-որ բան ուտել, լավ լինել։ Լավ։ Անին նայեց Տիգրանին մի արտահայտությամբ, որը սիրտ էր կոտրում։ Այնտեղ վախ կար, բայց նա հույս։ Իսկ դուք գնալով եք։ Տիգրանը կոկորթում հանգույց զգաց։ Նա մի մայր ուներ, որը հիվանդանոցում էր մի քանի հարկ վեր, մի ընկերություն ուներ ղեկավարելու, ուշացած հանդիպումներ ուներ, մի ամբողջ կյանք ուներ, որը սպասում էր դրսում։ Բայց երբ նայեց այդ աղջկան, այնքան փոքր, այնքան կորած, այնքան սովոր թողնվելուն, նա չկարողացավ ասել, որ գնալու է։ Ես կայցելեմ մորս, որն այստեղ է հիվանդանոցում, բայց հետո կվերադառնամ տեսնելու, թե ինչպես ես։ Խոստանում եմ։ Իսկապես խոստանում եք։
Իսկապես խոստանում եմ։ Անին գլխով արեց, կարծես ընդունելով դա, Նունեի հետ գնաց միջանցքով։ Տիգրանը մնաց այնտեղ կանգնած, տեսնելով, թե ինչպես է աղջիկը հեռանում, զգաց զայրույթի, տխրության, անզորության խառնուրդ, որը տարիներով չէր զգացել։ Օգնականը զգուշորեն մոտեցավ։ Պարոն Մելիքյան, տիկին Գայանեն նորից զանգեց։ Նա անհանգստացած է։ Գնացինք վեր, ասաց Տիգրանը, բայց նրա ձայնի տոնը հասկացրեց, որ սա դեռ չի ավարտվել, նույնիսկ մոտ չէ ավարտին։ Մինչ Տիգրանը վերջապես գնում էր մասնավոր բաժանմունք, որտեղ մայրն էր, ներքում, հիվանդանոցի նախասրահում, Անի պատմությունը սկսում էր ընդունել այնպիսի շրջադարձեր, որոնք ոչ ոք չէր սպասում։ Առավոտյան աղջկան սպասարկած գրանցողը ճաշի ընդմիջմանն էր, խոսում էր երկու գործընկերների հետ աշխատակիցների սենյակում։ Տեսաք, թե այն տղամարդն ինչ սկանդալ սարքեց այն աղջկա պատճառով, մեկնաբանեց նրանցից մեկը, սուրճը խառնելով։ Տեսա, պատասխանեց գրանցողը, դեռ մի փոքր ցնցված։ Տղամարդը կորցրեց իրեն։ Ասաց, որ հիվանդանոցին դատի կտա, մամուլ կկանչի, չգիտեմ էլ ինչ կանի։ Բայց նա սխալ չէր, ասաց երրորդ, ավելի տարիքով աշխատակցուհին։ Այդ աղջիկն իսկապես ժամերով այնտեղ մնաց։ Եվ դա առաջին անգամը չէր։ Ինչպես թե առաջին անգամը չէր, զարմացած հարցրեց գրանցողը։ Ավելի տարիքով աշխատակցուհին, որն աշխատում էր մուտքի մոտ, մոտեցավ սեղանին, ձայնը իջեցրեց, կարծես գաղտնիք էր պատմելու։ Ես այդ աղջկան այստեղ վերջին ամիսներին 3-4 անգամ տեսել եմ։ Միշտ միայնակ, միշտ նույն տոպրակով, միշտ սպասելով։ Մի անգամ հարցրի, մոլորվել է, օգնության կարիք ունի։ Ասաց, ոչ, սպասում է։ Ես էլ թողեցի, մտածեցի, մայրը կամ ինչ-որ մեկը գործեր է կարգավորում, նրան սպասեցրել է։ Բայց հիմա, լավ մտածելով, երբեք ոչ ոքի նրա հետ չեմ տեսել։ Մյուս երկու կանայք անհարմար հայացքներով նայեցին միմյանց։ Կարծում ես, ինչ-որ մեկը նրան դիտմամբ է այստեղ թողնում, անհավատությամբ հարցրեց գրանցողը։ Չգիտեմ։ Բայց տարօրինակ է, չէ՞։ 5 տարեկան երեխան մի քանի անգամ միայնակ գալիս է հիվանդանոց։ Դա նորմալ չէ։ Խոսակցությունն ընդհատվեց, երբ վերահսկիչը մտավ սենյակ, հայտնելով, որ հիվանդանոցի տնօրենը ցանկանում է հավաքել առավոտյան իրավիճակի հետ առնչություն ունեցած ողջ անձնակազմին։ Խնդիր էր առաջացել, շատ մեծ խնդիր, հիմա վնասները վերահսկելու ժամանակն էր։ Վերում, 6-րդ հարկի մասնավոր սենյակում, Տիգրանը վերջապես գտավ մորը։ Տիկին Գայանեն պառկած էր հիվանդանոցային մահճակալին, միացված մի քանի սարքերի, բայց գիտակից տեսանելիորեն ավելի լավ, քան նախորդ գիշեր։ Երբ տեսավ որդուն, նրա աչքերը լցվեցին թեթացման արցունքներով։ Որդիս, փառք Աստծո։ Այնքան էի անհանգստացել։ Տիգրանը մոտեցավ, համբուրեց մոր ճակատը, նստեց մահճակալի կողքի աթոռին, բռնելով նրա ձեռքը։ Ներիր ուշանալու համար, մամ։ Ներքում մի իրավիճակ պետք է լուծեի։ Գիտեմ, բժիշկն ինձ պատմեց։ Ասաց, որ դու սկանդալ ես սարքել նախասրահում լքված մի երեխայի պատճառով։ Տիգրանը հոգոց հանեց։ Սկանդալ չէր, մամ։ Վրդովմունք էր։ 5 տարեկան մի աղջիկ 6 ժամ սպասում էր, ոչ ոք ոչինչ չէր անում։ Տիկին Գայանեն սեղմեց որդու ձեռքն իր ունեցած փոքր ուժով։ Դու ճիշտ ես վարվել։ Միշտ ճիշտ ես վարվում։ Դու բարի սիրտ ունես, նույնիսկ երբ ձացնում ես, թե չունես։ Ես արտառոց ոչինչ չեմ արել, ասաց Տիգրանը, անհարմար զգալով գովասանքից։ Ցանկացած մարդ նույնը կաներ։ Բայց չեն արել, որդիս։ Դու տեսար։ Ժամեր անցան, տասնյակ մարդիկ, ոչ ոք ոչինչ չարեց։ Դու արեցիր։ Դա շատ բան է ասում այն մասին, թե ով ես դու։ Տիգրանը լուռ մնաց, նայելով մորը։ Տիկին Գայանեն միշտ կարողացել էր տեսնել նրա միջով, տեսնել բաներ, որոնք նույնիսկ ինքը չէր ուզում խոստովանել։ Նա միշտ ասում էր, որ հաջողակ գործարարի այդ կոշտ կեղի տակ մի փափուկ սրտով տղա կա, որը տառապում է աշխարհի անարդարություններից։ Ինչպես ես քեզ զգում, Տիգրանը փոխեց թեման, զննելով սարքերը, կարծես ինչ-որ բան հասկանար դրանցից։ Ավելի լավ։ Բժիշկն ասաց, որ վախենալու բան չկար, բայց լավ կլինեմ։ Պետք է դանդաղեցնեմ տեմպը, սննդակարգին հետեմ, մի քանի հետազոտություն անցնեմ։ Ոչինչ, որ արդեն չգիտեի։ Դու ինձ շատ վախեցրիր, մամ։ Ներիր, որդիս։ Բայց հիմա ամեն ինչ լավ է։ Դու պետք է տուն գնաս, հանգստանաս։
Դեմքիդ գրված է, որ լավ չես քնել։ Ես այստեղ կմնամ քեզ հետ, մինչ դուրս գրվես։ Կարիք չկա։ Ես լավ եմ, բուժքույրերն այստեղ են անընդհատ։ Գիտեմ, որ կարիք չկա, մամ։ Բայց ես ուզում եմ մնալ։ Տիկին Գայանեն ժպտաց, այնպես, ինչպես մայրերն են ժպտում, երբ հասկանում են, որ որդին մեծացել է, բայց դեռ իրենց փոքրիկն է։ Իսկ աղջիկը։ Ինչ է լինելու նրա հետ։ Տիգրանը պատմեց ամեն ինչ, սոցիալական աշխատողի, չպատասխանող համարի, խնամակալության մարմինների, մանկական հսկողության բաժանմունքի մասին։ Տիկին Գայանեն լուր լսեց, երբ նա ավարտեց, ասաց մի բան, որը Տիգրանը չէր սպասում։ Դու չես կարողանալու մոռանալ նրան, չէ՞։ Ինչ նկատի ունես։ Ես քեզ ճանաչում եմ, Տիգրան։ Երբ դու ինչ-որ բանի մեջ ես ներգրավվում, գնում ես մինչ վերջ։ Դու այստեղից դուրս չես գա, կյանքդ չես շարունակի, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ աղջիկը քեզ վրա ազդել է։ Տիգրանը պատրաստվում էր բողոքել, ասել, որ դա պարզապես արդարության, ճիշտը անելու հարց է, բայց բառերը դուրս չեկան։ Որովհետև խորքում նա գիտեր, որ մայրը ճիշտ է։ Անիի մեջ, նրա հոգնած աչքերի, նրա աշխարհի դժվարություններին վաղ հարմարված հաշտվածության մեջ ինչ-որ բան դիպել էր իր ներսում մի շատ հին վերքի։ Նրանք որոշ ժամանակ խոսեցին, մինչ տիկին Գայանեն սկսեց հոգնել, Տիգրանը պնդեց, որ նա հանգստանա։ Խոստացավ վերադառնալ երեկոյան, համոզվեց, որ նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, դուրս եկավ սենյակից։ Բայց հիվանդանոցից հեռանալու փոխարեն Տիգրանը վերելակ նստեց իջավ երրորդ հարկ, որտեղ գտնվում էր մանկական հսկողության բաժանմունքը։ Ինքն իրեն ասաց, որ պարզապես ուզում է համոզվել, որ Անին լավ տեղավորվել է, լավ խնամված է։ Բայց խորքում գիտեր, որ դա ավելին էր, քան պարզապես դա։ Մանկական հսկողության բաժանմունքը ընդարձակ տարածք էր, վարագույրներով բաժանված մի քանի մահճակալներով, լի տարբեր իրավիճակներում գտնվող երեխաներով։ Ոմանք ծնողների հետ էին, ոմանք տատիկ-պապիկների, ոմանք էլ միայնակ։ Տիգրանը աչքերով փնտրեց գտավ Անին անկյունի մահճակալին, կողքի պառկած, փաթաթված չափազանց բարակ սավանով, քնած այն ծանր քնով, որը բնորոշ է լիակատար ուժասպառությանը։ Մի բուժքույր մոտեցավ նրան։ Կարող եմ օգնել։ Ես եկել եմ տեսնելու, թե ինչպես է այն աղջիկը, որն այսօր առավոտյան ընդունվեց։ Անահիտը։ Բուժքույրը ստուգեց թղթապանակը։ Նա քնած է։ Կաթիլային ենք միացրել, ջրազրկումը վերացնելու համար, թեթև սնունդ ենք տվել։ Այնպես էր ուտում, կարծես օրերով սոված լիներ, խեղճը։ Հիմա հանգստանում է։ Երի մի քանի լավ ժամ կքնի։ Իսկ սոցիալական աշխատողը կարողացավ կապ հաստատել։ Առայժմ ոչ։ Խնամակալության մարմիններին արդեն տեղեկացրել են, բայց նրանք երի միայն վաղը առավոտյան կգան, որովհետև այսօր կրճատված անձնակազմով են։ Նա գիշերը այստեղ կանցկացնի։ Տիգրանը գլխով արեց, մեկ անգամ նայեց քնած Անիին, վերջապես դուրս եկավ հիվանդանոցից։ Բայց ամբողջ ճանապարհին մինչ տուն, լոգանքի ընթացքում, ընթրիքի ժամանակ, որին նա հազիվ դիպավ, ամբողջ գիշեր, նա չկարողացավ դադարել մտածել այդ աղջկա մասին։ Եվ ավելին։ Չկարողացավ դադարել մտածել բոլոր այն մյուս երեխաների մասին, որոնք հավանաբար ամեն օր նույն իրավիճակում էին հայտնվում, անտեսանելի, մոռացված, սպասելով, որ ինչ-որ մեկը, ցանկացած մեկը, ինչ-որ բան անի։ Հաջորդ առավոտ Տիգրանը վաղ արթնացավ, արագ սուրճ խմեց, վերադարձավ հիվանդանոց, նախքան ары լիովին կբարձրանար։ Նախ անցավ մոր սենյակ, որը դեռ հանգիստ քնած էր, հետո իջավ մանկական հսկողության բաժանմունք։ Անին արդեն արթուն էր, նստած մահճակալին, ուտում էր կարագով հաց, որը բուժքույրն էր բերել։ Երբ նա տեսավ Տիգրանին, նրա դեմքը լուսավորվեց մի ձով, որը ստիպեց Տիգրանի սիրտը սեղմվել։ Դուք վերադարձաք, ասաց նա, ձայնում անկեղծ զարմանք կար, կարծես չէր հավատացել, որ նա իսկապես կպահի իր խոստումը։ Ասացի, որ կվերադառնամ։ Եվ ես միշտ պահում եմ իմ խոստումները։ Տիգրանը նստեց մահճակալի կողքի աթոռին, մնաց այնտեղ, խոսելով Անիի հետ։ Պարզ, անմեղ հարցեր, պարզապես որպեսզի նա իրեն ավելի քիչ միայնակ զգա։ Ո՞րն է նրա սիրած գույնը։ Մուլտֆիլմեր սիրում է։ Կարդալ գիտի։ Դպրոց գնում է։ Պատասխանները կարճ էին, ամաչկոտ, բայց կամաց-կամաց Անին մի փոքր բացվեց։ Հենց այդ պահին հայտնվեց Նունեն, սոցիալական աշխատողը, լուրջ արտահայտությամբ պլանշետը ձեռքին։ Պարոն Մելիքյան, բարի լույս։ Կարող եմ ձեզ հետ խոսել։
Տիգրանը վեր կացավ, նրանք մի քանի քայլ հեռացան, Անի լսողությունից հեռու։ Մենք վերջապես կարողացանք կապ հաստատել թղթի վրայի մարդու հետ։ Մի կին, Կարինե Պողոսյան անունով։ Նա տնային մաքրուհի է, տարբեր տեղերում մաքրություն է անում։ Ասաց, որ աղջկա հեռավոր մորաքույրն է, որ խնամում է նրան, որովհետև մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ հայրը երբեք չի հայտնվել։ Ասաց, որ ամբողջ օրն աշխատում է Անին թողնելու տեղ չունի, այդ պատճառով երբեմն աղջիկը միայնակ է մնում կամ սպասում է հանրային վայրերում, մինչ ինքը աշխատանքն ավարտի։ Տիգրանը զգաց, թե ինչպես է զայրույթը նորից ուժգնանում։ Սա անհեթեթություն է։ Սա հանցագործություն է։ Դուք չեք կարող 5 տարեկան երեխային հիվանդանոցում լքված թողնել, կարծես պահեստ լինի։ Գիտեմ, հենց այդ պատճառով էլ խնամակալության մարմինը գալիս է։ Նրանք կգնահատեն իրավիճակը, կորոշեն, արդյոք աղջիկը կարող է վերադառնալ այս կնոջ մոտ, թե պետք է ուղարկվի խնամքի կենտրոն, մինչ գործը ավելի լավ հետաքննեն։ Խնամքի կենտրոն, կրկնեց Տիգրանը, նրա դեմքի արտահայտությունը զուտ զզվանք էր։ Դուք մանկատան մասին եք խոսում։ Տեխնիկապես դա խնամքի կենտրոն է, բայց այո, նման կերպ է գործում։ Դա պաշտպանության միջոց է։ Եվ դուք կարծում եք, որ նրան այդպիսի տեղ ուղարկելը պաշտպանություն է։ Նունեն հոգնած հոգոց հանեց։ Ես գիտեմ, որ դա իդեալական չէ, պարոն Մելիքյան։ Բայց այն համակարգով, որ մենք ունենք, այն ռեսուրսներով, որ մենք ունենք, երբեմն դա լավագույն հասանելի տարբերակն է։ Այլընտրանքը նրան թողնելն է մի կնոջ հետ, որն ակնհայտորեն պատշաճ խնամքի պայմաններ չունի։ Տիգրանը ձեռքը տարավ դեմքին, փորձելով զսպել գոռալու, ինչ-որ բան հարվածելու, ցանկացած բան անելու ցանկությունը, որը կթեթացներ այդ անզորության զգացումը։ Պետք է այլ տարբերակ լինի։ Պետք է։ Եթե դուք ճանաչում եք որևէ ընտանիք, որը կցանկանա ժամանակավորապես պատասխանատվություն ստանձնել խնամակալության համար, կարող եք առաջարկել խնամակալության մարմնին։ Բայց դա պետք է անցնի գնահատում, իրավական գործընթաց։ Դա պարզ չէ։ Իսկ եթե ես պատասխանատվություն ստանձնեմ։ Բառերը դուրս թռան Տիգրանի բերանից, նախքան նա կհասցներ գիտակցել, թե ինչ է ասում։ Նունեն զարմացած նայեց նրան։ Դոք։ Այո։ Ես ֆինանսական պայմաններ ունեմ, տուն ունեմ, կառույց ունեմ։ Կարող եմ երաշխավորել, որ նա լավ կխնամվի, մինչ դուք հետաքննում լուծում եք նրա իրավիճակը։ Նունեն դանդաղ գլուխը թափահարեց։ Պարոն Մելիքյան, ես հասկանում եմ ձեր մտադրությունը, բայց դա այդպես չի աշխատում։ Դուք երեխայի հետ ոչ մի կապ չունեք։ Ժամանակավոր խնամակալությունը պահանջում է հոգեբանասոցիալական գնահատում, անցյալի ստուգում, մի ամբողջ գործընթաց։ Դա ժամանակ է պահանջում։ Եվ նույնիսկ այդ դեպքում առաջնահերթությունը միշտ տրվում է ընտանիքին կամ ընդլայնված ընտանիքին։ Հետո ծրագրում գրանցված խնամատար ընտանիքներին։ Դուք այս կատեգորիաներից ոչ մեկին չեք համապատասխանում։ Ուրեմն համապատասխանեցրեք ինձ։ Գրանցեք ինձ։ Գնահատեք ինձ։ Արայք այն, ինչ անհրաժեշտ է։ Բայց այս աղջկան մանկատուն մի ուղարկեք, որտեղ նա ընդամենը մեկ այլ թիվ կլինի։ Նունեն նայեց Տիգրանին հիացմունքի, խղճահարության խառնուրդով։ Դուք հազիվ եք ճանաչում այս երեխային, պարոն Մելիքյան։ Ինչու եք այսքան խորը ներգրավվում։ Տիգրանը մի պահ լուռ մնաց, փնտրելով ճիշտ բառերը։ Որովհետև երբ ես նրան եմ նայում, ես տեսնում եմ մի երեխայի, որը սովորել է, որ ինքը կարող չէ։ Որ ոչ ոք նրա համար չի պայքարելու։ Որ նա անտեսանելի է։ Եվ ես չեմ կարող դա ընդունել։ Չեմ կարող պարզապես շրջվել ծածնել, թե չեմ տեսել։ Նունեն դանդաղ գլխով արեց, հասկանալով։ Ես կգրառեմ ձեր հետաքրքրության դրսորումը կփոխանցեմ խնամակալության մարմնին։ Նրանք կգնահատեն։ Բայց հույսեր մի փայփայեք։ Հավանականությունը շատ փոքր է։ Ավելի լավ է փոքր հավանականություն, քան ոչ մի հավանականություն։ Եվ այդ պահին հիվանդանոցի այդ միջանցքում Տիգրան Մելիքյանը, հաջողակ գործարարը, որը միշտ ամեն ինչ լուծել էր արդյունավետության փողի հիման վրա, հայտնաբերեց, որ կան բաներ, որոնք չեն գնվում, չեն բանակցվում, չեն լուծվում մեկ ստորագրությամբ։ Եվ որ երբեմն ճիշտը անելը նշանակում է մտնել մի պայքարի մեջ, որտեղ չգիտես, կհաղթես, թե ոչ, բայց չես կարող չպայքարել։ Եթե դուք լինեիք Տիգրանի տեղում, նույն որոշումը կկայացնեիք, ներգրավվել անծանոթ երեխայի կյանքում, թե
Պարզապես կհայտնեիք իրավիճակի մասին կշարունակեիք ձեր կյանքը։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Առավոտը ձգձգվում էր, Տիգրանը մնաց այնտեղ, շրջելով մոր սենյակի հսկողության բաժանմունքի միջ, որտեղ Անին էր։ Նա զանգեց գրասենյակ, չեղարկեց օրվա բոլոր հանդիպումները, ինչ-որ պատրվակ հորինեց։ Օգնականը շփոթված էր, չհասկանալով, թե ինչ է կատարվում իր ղեկավարի հետ, բայց չվիճարկեց։ Կեսօրին մոտ վերջապես ժամանեցին խնամակալության մարմնի ներկայացուցիչները։ Նրանք երկու կին էին, մեկը երիտասարդ, մյուսը ավելի փորձառու, երկուսն էլ այն տեսքով, որը բնորոշ է այս կյանքում ամեն ինչ տեսած այլս ոչնչից չզարմացող մարդկանց։ Նրանք խոսեցին Նունեի հետ, ստուգեցին փաստաթղթերը, հետո խնդրեցին առանձին խոսել Անիի հետ։ Տիգրանը մնաց դրսում, անհանգիստ, այս ու այն կողմ քայլելով, յուրաքանչյուր 2 րոպեն մեկ ստուգելով հեռախոսը, թե ստուգելու ոչինչ չկար։ Կես ժամ անց խորհրդատուները դուրս եկան խոսակցությունից փակ դեմքերով։ Նրանցից մեկը, ավելի տարիքովը, մոտեցավ Տիգրանին Նունեին։ Իրավիճակը լուրջ է։ Աղջիկն ակնհայտորեն ապրում է անպութության պայմաններում։ Մենք պետք է այցելություն կատարենք այս Կարինեի բնակության վայր, գնահատենք պայմանները, խոսենք նրա հետ։ Մինչ այդ, աղջիկը չի կարող անորոշ ժամանակով մնալ այստեղ, հիվանդանոցում։ Մենք նրան այսօր կուղարկենք ժամանակավոր խնամքի կենտրոն։ Որքան ժամանակ նա այնտեղ կմնա, հարցրեց Տիգրանը, փորձելով զսպել ձայնը։ Կախված է։ Կարող է օրեր, կարող է շաբաթներ, կարող է ամիսներ։ Կախված է հետաքննությունից, համապատասխան ընտանիք գտնելուց, դեպքի համար լավագույն լուծումը որոշելուց։ Իսկ երրորդ անձի կողմից ժամանակավոր խնամակալության հավանականությունը որքան է։ Խորհրդատուն նայեց Տիգրանին այն հայացքով, որը հասկացնում էր, որ նա հիանալի հասկացել է, թե ինչ է կատարվում այնտեղ։ Դուք երեխայի հարազատն եք։ Ոչ։ Նախկինում կապ ունեցել եք նրա հետ։ Ոչ։ Բայց ես պայմաններ ունեմ, պատշաճ տուն առաջարկելու, մինչ նրա գործը լուծվի։ Խորհրդատուն հոգոց հանեց։ Տեսեք, պարոն, ես հասկանում եմ ձեր մտադրությունը։ Բայց ժամանակավոր խնամակալությունը շուն որդեգրել չէ։ Դա բարդ գործընթաց է, խիստ գնահատմամբ, համակեցության փուլերով։ Եվ առաջնահերթությունը միշտ տրվում է բնական կամ ընդլայնված ընտանիքին։ Եթե չկա, այն ժամանակ նոր դիտարկում ենք խնամատար ընտանիք, բայց հատուկ ծրագրի շրջանակներում գրանցված վերապատրաստված մարդկանցով։ Դուք այս կատեգորիաներից ոչ մեկին չեք համապատասխանում։ Ուրեմն համապատասխանեցրեք ինձ։ Գրանցեք ինձ։ Գնահատեք ինձ։ Ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է։ Խորհրդատուն հայացքով նայեց գործընկերոջը, որը պարզապես ուսերը թոթվեց։ Ես այստեղ կգրառեմ ձեր հետաքրքրությունն ու տվյալները։ Բայց ոչինչ խոստանալ չեմ կարող։ Գործընթացն արագ չէ, մի քանի փուլ ունի։ Մինչ այդ, աղջիկը կգնա խնամքի կենտրոն։ Տիգրանը բերանը բացեց բողոքելու, բայց մինչ կհասցներ որևէ բան ասել, հետից բարակ ձայն լսեց։ Ես չեմ ուզում գնալ։ Բոլորը շրջվեցին։ Անին կանգնած էր այնտեղ, միջանցքում, չափազանց փոքր հիվանդանոցի տված հագուստով, որը մեծ էր իր վրա, աչքերը լայն բացված վախից։ Ես չեմ ուզում ուրիշ տեղ գնալ։ Ես ուզում եմ նրա հետ մնալ։ Եվ նա մատնացույց արեց Տիգրանին, այդ պարզ ժեստի մեջ, այդ մաքուր վստահության պահին, որը բնորոշ է երեխային, որը հազիվ էր ճանաչում այդ տղամարդուն, բայց նրա մեջ տեսնում էր միակ մարդուն, որը պայքարել էր իր համար, տեղի ունեցավ մի բան, որը պիտի փոխեր ամեն ինչ։ Տիգրանը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց մի ձով, որը երբեք չէր զգացել կյանքում։ Եվ այդ պահին նա հասկացավ, որ չի հանձնվելու։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, կարևոր չէ, թե քանի դուռ պետք է թակի, քանի մարդու պետք է համոզի, քանի օրենք պետք է հասկանա։ Նա պայքարելու էր այդ աղջկա համար նույն վճռականությամբ, որով միշտ կառուցել էր իր կայսրությունը։ Որովհետև որոշ ճակատամարտեր, նա հայտնաբերեց այդ օրը, չեն մղվում փողի կամ իշխանության համար։ Դրանք մղվում են, որովհետև ճիշտ են։ Եվ վերջ։ Հույսի տուն խնամքի կենտրոնը գտնվում էր Երանի նոր Նորք թաղամասում, հին թաղամասում, նեղ փողոցներով իրար կպած տներով։ Շենքը մեծ էր, ներկված բաց դեղին գույնով, որն արդեն թեփոտվել էր, պատուհաններին ճաղեր կային երկաթե դարպաս, որը ջռում էր բացվելիս։ Տգեղ չէր, կեղտոտ չէր, բայց ուներ այն ինստիտուցիոնալ տեսքը, որը բնորոշ է շատ մարդկանց քիչ ջերմություն ունեցող վայրերին։
Երբ խնամակալության մարմնի մեքենան կանգնեց դիմացը, Անին հետի նստատեղին էր, աչքերը կպած պատուհանին, նորից սեղմելով այն ճմրթված տոպրակը, որը դարձել էր նրա միակ հաստատունը այս չափազանց արագ փոփոխվող աշխարհում։ Նա չլացեց, երբ հիվանդանոցից դուրս եկավ։ Սկանդալ չսարքեց։ Պարզապես լուռ մնաց, փոքրիկ, կարծես սովորել էր, որ բողոքելն իմաստ չունի։ Տիգրանը մնացել էր հիվանդանոցում, տեսնելով, թե ինչպես է մեքենան հեռանում, անզորության զգացումն այնքան ուժեղ էր, որ նա ստիպված եղավ նստել հենց այնտեղ, կայանատեղի եզրաքարին, գլուխը ձեռքերի մեջ, փորձելով հասկանալ, թե ինչպես էր հասել այս կետին։ 3 օր առաջ նա չէր ճանաչում այդ աղջկան։ Նրա կյանքը թվեր էին, հանդիպումներ, պայմանագրեր, շահույթ։ Եվ հիմա հանկարծ նա նստած էր հիվանդանոցի կայանատեղիի հատակին, զգալով, կարծես իր մի կտորը պոկել էին։ Օգնականը մոտեցավ, չիմանալով, ինչ ասել։ Պարոն Մելիքյան, ես զանգեցի գրասենյակ։ Շաբաթվա հանդիպումները հետաձգեցին։ Եվ այն իրավաբանը, որին խնդրել էիք, արդեն ճանապարհին է։ Տիգրանը բարձրացրեց աչքերը, դեռ մի փոքր կորած։ Ո՞ր իրավաբանը։ Պարոն Արթուրը։ Դուք երեկ նրան զանգել էիք, խնամակալության գործընթացի վերաբերյալ խորհուրդ հարցնելու։ Նա ասաց, որ այսօր կգա, բերելու այն փաստաթղթերը, որոնք պետք է պատրաստեք։ Ահ, այո։ Տիգրանը ձեռքը տարավ դեմքին, փորձելով վերադառնալ արդյունավետ ռեժիմի, գործարարի ռեժիմի, խնդիրներ լուծողի ռեժիմի։ Բայց դժվար էր։ Որքան ժամանակից նա կհասնի։ Կես ժամից, մոտավորապես։ Տիգրանը գլխով արեց, վեր կացավ գետնից, թափ տվեց կոստյումի տաբատը, որը փոշոտվել էր, նորից մտավ հիվանդանոց։ Բարձրացավ մոր սենյակ, որն Արթուն էր զզվանքով ժելե էր ուտում։ Սա հիվանդանոցի ուտելիք է, թե։ Պատիժ, բողոքեց նա, երբ տեսավ որդուն։ Որովհետև երդվում եմ, տարբերությունը չեմ հասկանում։ Տիգրանը նույնիսկ չկարողացավ ժպտալ կատակին։ Տիկին Գայանեն անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պատահել։ Աղջիկը։ Նրան տարան խնամքի կենտրոն։ Ես փորձեցի, մամ։ Ես փորձեցի բացատրել, որ կարող եմ նրան խնամել, որ պայմաններ ունեմ, բայց չթողեցին։ Ասացին, որ գործընթաց կա, բյուրոկրատիա կա, որ ես կապ չունեմ, որ չգիտեմ ինչ։ Տիկին Գայանեն ժելեի տարան մի կողմ դրեց, ձեռքը մեկնեց որդուն։ Տիգրանը բռնեց, նա ամուր սեղմեց։ Եվ դու հանձնվելու ես։ Իհարկե ոչ։ Ուրեմն ինչու ես այդպիսի պարտված տեսքով։ Դու Տիգրան Մելիքյանն ես։ Երբ դու ինչ-որ բան ես ուզում, դու ստանում ես։ Միշտ ստացել ես։ Սա տարբեր է, մամ։ Սա բիզնես չէ։ Սա փող չէ։ Ես չեմ կարող պարզապես գնել այն արդյունքը, որն ուզում եմ։ Ոչ, չես կարող։ Բայց դու կարող ես պայքարել։ Կարող ես սովորել այս նոր խաղի կանոնները բոլորից լավ խաղալ։ Դու միշտ այդպես ես արել։ Ինչու հիմա պետք է տարբեր լինի։ Տիգրանը լուռ մնաց, մտածելով։ Մայրը ճիշտ էր։ Նա զրոյից կայսրություն էր կառուցել, որովհետև երբեք ոչը որպես վերջնական պատասխան չէր ընդունել։ Միշտ մի ճանապարհ, մի անկյուն, մի ռազմավարություն էր գտել։ Ինչու հիմա պետք է տարբեր լիներ։ Պարոն Արթուրը հիվանդանոց հասավ կեսօրից քիչ անց։ Նա 60 անց իրավաբան էր, ամբողջովին սպիտակ մազերով, բարակ շրջանակով ակնոցներով այն լուրջ տեսքով, որը բնորոշ է մարդուն, որը խորապես հասկանում է օրենքը, բայց նա հասկանում է մարդկանց։ Նա տարիներ առաջ Տիգրանի հոր իրավաբանն էր եղել, երբ ծերունին մահացավ, շարունակեց մնալ ընտանիքի խորհրդատուն։ Նրանք նստեցին մի առանձին սենյակում, որը հիվանդանոցը տրամադրել էր, պարոն Արթուրը բացեց թղթերով լի թղթապանակը։ Տիգրան, ես բերել եմ այն ամենը, ինչ կարողացա գտնել ժամանակավոր խնամակալության, խնամատար ընտանիքների ծնողական իրավունքներից զրկելու գործընթացների մասին։ Կարդացի այն դեպքը, որը դու ինձ հաղորդագրությամբ ուղարկել էիր։ Բարդ է։ Բայց հնարավոր է։ Հնարավոր է։ Հեշտ չէ։ Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգը միշտ առաջնահերթություն է տալիս կենսաբանական կամ ընդլայնված ընտանիքին։ Միայն երբ այդ հնարավորությունը սպառվում է, նոր հերթը հասնում է խնամատար ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանք պետք է գրանցված լինեն ծրագրում, անցնեն վերապատրաստում, գնահատում։ Դու այս կատեգորիաներից ոչ մեկին չես համապատասխանում։ Ուրեմն համապատասխանեցրեք ինձ։
Պարոն Արթուրը հոգոց հանեց ակնոցները դանդաղ մաքրեց ոսպնյակները, ժամանակ շահելով։ Այդքան պարզ չէ։ Որպես խնամատար ընտանիք գրանցվելու համար դու պետք է անցնես մի գործընթաց, որը ամիսներ է տում։ Կա վերապատրաստման դասընթաց, հարցազրույցներ, տնային այցելություններ, հոգեբանական գնահատում, անցյալի վերլուծություն։ Եվ նույնիսկ այս ամենից հետո երաշխիք չկա, որ դու կընտրվես հենց այս երեխայի համար։ Համակարգն աշխատում է համատեղելիությամբ, պրոֆիլով, մի շարք չափանիշներով։ Իսկ եթե ուղղակի խնամակալություն խնդրեմ, առանց խնամատարության համակարգով անցնելու։ Այդ դեպքում դու խնամակալության հայց ես ներկայացնում երեխաների երիտասարդության հարցերով դատարան։ Պետք է ցույց տաս, որ հուզական կապ ունես երեխայի հետ, որ խնամելու պայմաններ ունես, որ նրա լավագույն շահերից է բխում քեզ հետ մնալը։ Դատավորը սոցիալական աշխատող հոգեբան կնշանակի, գնահատելու համար։ Կլսի երեխային, կլսի խնամակալության մարմնին, կստուգի արդյոք կա հետաքրքրված կենսաբանական ընտանիք։ Դա մի գործընթաց է, որը կարող է տել 6 ամիս, 1 տարի, երբեմն ավելի։ Տիգրանը նորից հուսահատություն զգաց, բայց ստիպեց իրեն շարունակել։ Իսկ որը կլինի ռազմավարությունը։ Որտեղից սկսեմ։ Պարոն Արթուրը նորից դրեց ակնոցները առաջ թեքվեց, խոսելով այն տոնով, որը բնորոշ է ռազմավարական ռեժիմի անցնող մարդուն։ Նախ, դու պաշտոնապես հայտնում ես քո հետաքրքրության մասին խնամակալության մարմնին։ Դա դու արդեն արել ես։ Երկրորդ, դու անմիջապես գրանցվում ես քաղաքապետարանի խնամատար ընտանիքների ծրագրում։ Նույնիսկ եթե ժամանակ պահանջվի, դա ցույց է տալիս նվիրվածություն։ Երրորդ, դու վարձում ես երեխայի դեռահասի իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանի, խնամակալության հայց ներկայացնելու համար։ Չորրորդ, սա հիմնարար է, դու սկսում ես կապ հաստատել երեխայի հետ։ Կանոնավոր այցելություններ խնամքի կենտրոն, մշտական ներկայություն, հարաբերությունների կառուցում։ Որովհետև երբ գործընթացը հասնի դատավորին, նա հարցնի երեխային, թե ում հետ է ուզում մնալ, նրա պատասխանը շատ մեծ կշիռ կունենա որոշման մեջ։ Տիգրանը մտովի գրի էր առնում յուրաքանչյուր կետ։ Իսկ որքան ժամանակից ես կկարողանամ նրան այցելել։ Կախված է խնամքի կենտրոնից։ Սովորաբար առաջին շաբաթներին սահմանափակում են այցելությունները, որպեսզի երեխան հարմարվի։ Բայց դու կարող ես փորձել խոսել համակարգողի հետ, բացատրել իրավիճակը։ Գուցե հատուկ թույլտվություն ստանաս, հատկապես եթե խնամակալության մարմինը համաձայնի։ Ուրեմն հենց դա էլ կանեմ։ Այսօր։ Հիմա։ Պարոն Արթուրը ժպտաց առաջին անգամ ժամանելուց ի վեր։ Ես պատկերացնում էի, որ դու դա կասես։ Այդ պատճառով արդեն բերել եմ բոլոր ծաթղթերը, որոնք պետք է լրացնես։ Եվ արդեն զանգել եմ իմ մի գործընկերոջը, տիկին Պատրիսիային, որը մանկական իրավունքի մասնագետ է։ Նա կարող է քեզ վաղը առավոտյան ընդունել։ Մինչ Տիգրանը գլխովին սուզվում էր թղթաբանության իրավական ռազմավարությունների մեջ, քաղաքի մյուս ծայրում Անին ներկայացնում էին այն, ինչ պետք է լիներ նրա նոր ժամանակավոր տունը։ Հույսի տունի համակարգողը մոտ 50 տարեկան Սոնա անունով մի կին էր, կարմիր ներկված կարճ մազերով մի վերաբերմունքով, որը փորձում էր մայրական լինել, բայց չափազանց հոգնած էր դուրս գալիս համոզելու համար։ Բարի գալուստ, Անահիտ։ Այստեղ դու սենյակը կկիսես քո տարիքի 5 այլ աղջիկների հետ։ Ամեն ինչի համար ժամանակ կա, նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, ընթրիք, լոգանք, քնելու ժամ։ Կանոններ էլ կան։ Կռիվ չանել, երեկոյան 9-ից հետո սենյակից դուրս չգալ, ուրիշների իրերին ձեռք չտալ։ Հասկանալի է։ Անին գլխով արեց, որ այո, թե լավ չէր հասկացել։ Չափազանց զբաղված էր շուրջը նայելով, փորձելով ընկալել այդ նոր վայրը, այդ նոր իրականությունը։ Սենյակը մեծ էր, 3 երկհարկանի ժանգոտ մետաղյա մահճակալներով, բարակ ներքնակներով, որոնք ծածկված էին խունացած սպիտակ սավաններով, յուրաքանչյուր երեխայի համար նրբատախտակից պահարանով։ Պատերը սպիտակ էին, առանց որևէ նկարի, զարդարանքի, ոչ մի բան, որը դա կդարձներ երեխայի սենյակ։ Ավելի շատ զորանոցի ննջարանի էր նման։ Սենյակը կիսող մյուս 5 աղջիկները բոլորն այնտեղ էին, երբ Անին մտավ։ Նրանք նայեցին նրան երեխային բնորոշ հետաքրքրասիրությամբ, բայց նա մի տեսակ անտարբերությամբ, որը բնորոշ է շատ նորեկների գալ-գնալը տեսած մարդկանց։ Աղջիկներ, ներկայացեք Անահիտին, խնդրեց Սոնան մի տոնով, որը հասկացնում էր, որ դա հրաման է, ոչ թե առաջարկ։ Մեկ առ մեկ նրանք ասացին իրենց անունները։ Կար Լուսինեն, 7 տարեկան, որը սենյակի ամենամեծն էր։
Մարիամն ու Մանեն 6 տարեկան երկվորյակներ, որոնք անբաժան էին։ Գոհարը 5 տարեկան, ինչպես Անին։ Եվ Սոֆին ամենափոքրը, ընդամենը 4 տարեկան, որը դեռ մատն էր ծծում կտորից մի խաղալիք ուներ, որը ձեռքից բաց չէր թողնում։ Արագ առանց խանդավառության ներկայացումներից հետո Սոնան ցույց տվեց Անիին, թե որն է իր մահճակալը, երկհարկանիներից մեկի ներքինը, որն է իր պահարանը։ Նորից բացատրեց ժամանակացույցը, տվեց մաքուր հագուստի մի փոփոխություն դուրս եկավ, Անին միայնակ թողնելով մյուս աղջիկների հետ։ Տարօրինակ լռություն տիրեց։ Անին չգիտեր, ինչ անել, այդ պատճառով պարզապես նստեց մահճակալին, սկսեց նայել ձեռքերին։ Լռությունը խախտեց Լուսինեն, ամենամեծը։ Դու նոր ես խնամքի կենտրոնում, չէ՞։ Երում է։ Անին բարձրացրեց աչքերը, անվստահ։ Ինչպես գիտես։ Որովհետև դու դեռ այն տեսքն ունես, կարծես մտածում ես, որ ինչ-որ մեկը կգա քեզ տանելու։ Այդ տեսքն անցնում է։ Բոլորս էլ մի օր այդ տեսքն ենք ունեցել։ Մյուս աղջիկները ծիծաղեցին, բայց դա չար ծիծաղ չէր։ Ավելի շատ ճանաչողի, հասկացողի ծիծաղ էր։ Որքան ժամանակ եք այստեղ, հարցրեց Անին ցածրաձայն։ Լուսինեն ուսերը թոթվեց։ Ես 2 տարի է։ Երկվորյակները 1.5 տարի։ Գոհարը մոտ 8 ամիս։ Սոֆին ամենանորն է, ընդամենը 3 ամիս է։ Անին զգաց, թե ինչպես ստամոքսը շրջվեց։ 2 տարի։ 1.5 տարի։ Սա ժամանակավոր էր, չէ՞։ Հավերժ չէր, չէ՞։ Բայց դուք կվերադառնաք ձեր տները, չէ՞, պնդեց Անին, դրան հավատալու կարիք ունենալով։ Լուսինեն նստեց իր մահճակալին, նայեց Անիին այն աչքերով, որոնք արդեն չափազանց շատ բան էին տեսել իր տարիքի համար։ Կախված է։ Եթե ընտանիք գտնենք։ Եթե ինչ-որ մեկը մեզ ուզի։ Եթե հարցերը լուծվեն։ Բայց երբեմն չեն լուծվում։ Այդ դեպքում մնում ես այստեղ, մինչ մեծանաս։ Փոքրիկ Սոֆին, որը լուր լսում էր ամեն ինչ, թողեց իր կտորը, մոտեցավ Անիին այն անջարակ տեսքով, որը բնորոշ է շատ փոքր երեխային։ Դու մթից վախենում ես, հարցրեց նա բարակ ձայնով։ Անին տատանվեց, բայց վերջապես խոստովանեց։ Երբեմն։ Ես էլ։ Սոֆին բարձրացավ Անիի մահճակալին, առանց թույլտվություն խնդրելու, նստեց նրա կողքին։ Բայց այստեղ ավելի շատ մարդ կա։ Այդ դեպքում ավելի քիչ ես վախենում։ Եվ այդ պարզ ժեստի մեջ, այդ համերաշխության մեջ, որը բնորոշ է նույն ցավը կիսողներին, Անին առաջին անգամ զգաց, որ գուցե բոլորովին միայնակ չէ։ Օրերը սկսեցին անցնել մի առօրյայով, որը միաժամանակ հանգստացնող խեղդող էր։ Արթնանալ 7-ին։ Նախաճաշ 7:30-ին։ Հետո մեծ աղջիկները գնում էին մոտակա դպրոց։ Փոքրերը, ինչպես Անին, Սոֆին, մնում էին կենտրոնում, դաստիարակների հսկողության տակ գործունեությամբ զբաղվելով։ Կար խաղալու ժամ, ուտելու ժամ, լողանալու ժամ, քնելու ժամ։ Ամեն ինչ շատ կազմակերպված, շատ կանխատեսելի։ Բայց միևնույն ժամանակ, ամեն ինչ շատ դատարկ։ Անին կարոտում էր բաներ, որոնց կարոտելու մասին նույնիսկ չգիտեր։ Տան հոտը, նույնիսկ երբ տունը ընդամենը մի նեղ սենյակ էր հանրակացարանում։ Փողոցի աղմուկը, հարանների վեճերը, ներքում հաչող շունը։ Թխվածքաբլիթ ուտելու ժամանակը ընտրելու հնարավորությունը, նույնիսկ երբ ընդամենը մեկ թխվածքաբլիթ կար։ Ինքը լինելը անհատ, եզակի, ոչ թե պարզապես մեկը նախաճաշի հերթում։ Բայց ամենաշատը նա կարոտում էր, դա նա լավ չէր հասկանում, քանի որ հազիվ էր ճանաչում այդ տղամարդուն, Տիգրանին։ Այն, թե ինչպես էր նա իրեն նայել, կարծես ինքը կարող լիներ։ Կարծես ինքը մեկը լիներ, ում համար արժեր պայքարել։ Ոչ ոք երբեք դա իր համար չէր արել։ Տիգրանը մինչդեռ իր սեփական ճակատամարտն էր մղում։ Նա գնացել էր խնամակալության մարմնի գրասենյակ, լրացրել էր ձաթղթեր, դիմել էր խնամատար ընտանիքների ծրագրին։ Հանդիպել էր տիկին Պատրիսիայի մասնագիտացված իրավաբանի հետ, որը համբերատար բացատրել էր գործընթացի յուրաքանչյուր փուլը։ Անցել էր առաջին հարցազրույցը խնամատար ընտանիքների ծրագրի սոցիալական աշխատողի հետ։ Թույլատրել էր անցյալի ստուգում, ֆինանսական հետաքննություն, ամեն ինչ։ Եվ յուրաքանչյուր փուլում նա բախվում էր նույն հարցին՝ ինչու՞։ Ինչու դուք, միայնակ անզավակ տղամարդ, մի ամբողջ կյանք միայնակ կառուցած, հանկարծ ուզում եք պատասխանատվություն ստանձնել անծանոթ երեխայի համար։ Սկզբում Տիգրանը փորձում էր ռացիոնալ բացատրել։
Խոսում էր սոցիալական անարդարության, անհավասարության, քաղաքացիական պատասխանատվության մասին։ Բայց կամաց-կամաց ծրագրի հոգեբանի հետ խոսակցություններում, գնահատման նիստերում նա ստիպված եղավ ավելի խորը նայել, ավելի ազնիվ լինել։ Եվ ճշմարտությունը, երբ նա վերջապես խոստովանեց, միաժամանակ պարզ բարդ էր։ Երբ ես նրան եմ նայում, ես տեսնում եմ այն ամենը, ինչ ես երբեք չեմ ունեցել, ասաց նա հոգեբանի հետ նիստերից մեկում։ Ես մեծացել եմ փողի մեջ, նյութապես ամեն ինչ ունեցել եմ։ Բայց հայրս բացակա էր, մայրս անում էր այն, ինչ կարող էր, բայց չափազանց շատ էր աշխատում։ Ես շուտ սովորեցի, որ հաջողությունը ամեն ինչ է, որ հուզմունքը թուլություն է, որ դու չես կարող վստահել ոչ ոքի, բացի քեզնից։ Ես կայսրություն կառուցեցի, բայց միայնակ կառուցեցի։ Եվ դա անիծյալ միայնակ է։ Երբ ես տեսա Անին այնտեղ, ժամերով սպասելիս, որ ինչ-որ մեկը հոգ տանի, ես տեսա ինձ։ Ոչ թե աղքատ տարբերակը, այլ հուզական տարբերակը։ Եվ ես մտածեցի, եթե ինչ-որ մեկը պայքարեր ինձ համար, երբ ես երեխա էի, եթե ինչ-որ մեկը ցույց տար, որ ես իսկապես կարող եմ, գուցե ես չդառնայի այս մեծահասակը, որը հաջողակ է, բայց դատարկ։ Եվ հետո ես մտածեցի, գուցե ես կարող եմ լինել նրա համար այն, ինչ ոչ ոք չի եղել ինձ համար։ Հոգեբանը գրի էր առել ամեն ինչ, հետո ասել էր մի բան, որը օրերով պտտվում էր նրա գլխում։ Պարոն Տիգրան, ձեր այս երեխային օգնելու ցանկությունը գալիս է անկեղծ տեղից։ Բայց դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք, դուք ուզում եք փրկել նրան, թե ինքներդ ձեզ։ Որովհետև երեխան չի կարող պատասխանատու լինել մեծահասակի հուզական բուժման համար։ Դա չափազանց անարդար կլիներ նրա նկատմամբ։ Տիգրանը դուրս էր եկել այդ նիստից անհանգիստ, բայց նա ավելի վճռական։ Որովհետև հոգեբանը ճիշտ էր։ Նա չէր կարող օգտագործել Անին իր դատարկությունները լցնելու համար։ Բայց միևնույն ժամանակ նա կարող էր նրան առաջարկել իրական բան, մի բան, որը կփոխեր նրա կյանքը։ Եվ գուցե, այդ գործընթացում նրանք կփոխեին միմյանց։ Հիվանդանոցի այդ քաոսային առավոտից 2 շաբաթ անց Տիգրանը վերջապես թույլտվություն ստացավ այցելելու Անին հույսի տուն։ Երեքշաբթի օր էր, երկինքը ամպամած էր, անձր էր սպասվում։ Նա հասավ խնամքի կենտրոն սիրտը թրթռալով, չիմանալով ինչ սպասել։ Սոնան, համակարգողը, նրան ընդունեց վարչական սենյակում։ Պարոն Մելիքյան, խնամակալության մարմինն ինձ տեղեկացրել է Անահիտի նկատմամբ ձեր հետաքրքրության մասին։ Ուզում եմ հստակեցնել, որ այստեղ մենք շատ լուրջ ենք վերաբերվում երեխաների բարեկեցությանը։ Ցանկացած բան, որ նկատենք, որ ճիշտ չէ։ Այցելությունը տեղն ու տեղը կդադարեցնենք։ Ես հասկանում եմ։ Ես պարզապես ուզում եմ տեսնել, թե ինչպես է նա։ Մի փոքր խոսել։ Միայն դա։ Սոնան գլխով արեց, բայց դեռ այն պաշտպանական դիրքն ուներ, որը բնորոշ է շատ սխալ բաներ տեսած մարդուն։ Նա բակում է մյուսների հետ։ Կկանչեմ։ Րոպեներ անց Անին հայտնվեց բակի դռան մոտ։ Նա հագել էր նվիրաբերված հագուստ, որը մեծ էր իր վրա, մազերը հավաքված էին պարզ պոչիկով, դեմքին մի տեսակ անկենդան արտահայտություն կար։ Բայց երբ նա տեսավ Տիգրանին, այդ աչքերում ինչ-որ բան վառվեց։ Դուք եկաք, ասաց նա, ձայնում զարմանքի թեթացման խառնուրդ կար։ Ասացի, որ կգամ։ Տիգրանը կռացավ նրա հասակին հավասարվելու համար։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, պատասխանեց նա ինքնաբերաբար, բայց աչքերն այլ բան էին ասում։ Նրանց թույլատրեցին խոսել մի փոքր սենյակում, մանկական սեղանով աթոռներով։ Սոնան մնաց դրսում, բայց դուռը կիսաբաց էր, վերահսկում էր։ Տիգրանը փորձեց խոսակցություն սկսել, հարցրեց, թե ինչպիսին են մյուս աղջիկները, ուտելիքը լավ է քնում։ Անին ամեն ինչին կարճ, միավանք պատասխանում էր, մինչ հանկարծ հարցրեց միակ բանը, որն իսկապես կարևոր էր։ Դուք ինձ տանելու եք։ Տիգրանը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա չէր կարող խոստանալ։ Չէր կարող հույս տալ, որը գուցե չիրականանար։ Ես անում եմ այն ամենը, ինչ կարող եմ, որ դա տեղի ունենա, Անի։ Բայց գործընթաց կա, կանոններ կան, բաներ կան, որոնք ես պետք է նախ անեմ։ Դա ժամանակ կպահանջի։ Որքան ժամանակ։ Չգիտեմ։ Բայց մինչ այդ, ես կգամ քեզ տեսնելու, երբ թույլ տան։ Ամեն շաբաթ։ Ես չեմ անհետանա, քեզ չեմ մոռանա։ Խոստանում եմ։ Անին նայեց նրան այն լրջությամբ, որը բնորոշ է երեխային, որը փորձում է որոշել, կարող է հավատալ, թե ոչ։ Իսկ եթե չթողնեն։
Իսկ եթե ես պետք է հավերժ այստեղ մնամ, դա տեղի չի ունենա, ասաց Տիգրանը մի համոզմունքով, որը նա պետք է զգար նույնքան, որքան նա։ Ես ամեն ինչ ճիշտ կանեմ, կհետեմ բոլոր կանոններին, կանցնեմ բոլոր գնահատումները։ Եվ երբ այս ամենն ավարտվի, դու իսկական տուն կունենաս։ Ինձ հետ։ Ես խոստանում եմ։ Եվ այն նեղ սենյակում Երանի նոր թաղամասի խնամքի կենտրոնում մի միլիոնատեր գործարար, որը երբեք երեխա չէր խնամել, 5 տարեկան մի աղջիկ, որը շատ շուտ էր սովորել ոչինչ չսպասել ոչ ոքից, լուր ուխտ կապեցին։ Նա պայքարելու էր նրա համար։ Իսկ նա փորձելու էր հավատալ, որ այս անգամ, վերջապես, ինչ-որ մեկը չի հանձնվի։ Այցելությունը տեց ընդամենը 40 րոպե, բայց երբ Տիգրանը դուրս եկավ այնտեղից, նա բացարձակ համոզմունք ուներ, կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, կարևոր չէ, թե քանի խոչընդոտ կհայտնվի ճանապարհին։ Նա այդ աղջկան տուն էր բերելու։ Վերադարձի ճանապարհին, մեքենայի մեջ, օգնականը, որը սպասում էր դրսում, հարցրեց, թե ինչպես անցավ։ Տիգրանը երկար չպատասխանեց։ Նայում էր պատուհանից, տեսնելով անցնող քաղաքը, փողոցում իրենց կյանքով ապրող մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր անտեսանելի դրամաներն էր կրում։ Դժվար էր, վերջապես խոստովանեց նա։ Նրան այդ վայրում տեսնելը։ Այդ մյուս բոլոր երեխաներին տեսնելը։ Իմանալը, որ ավելին կան, հարյուրավոր, հազարավոր, ցրված ամենուր, սպասելով, որ ինչ-որ մեկը հոգ տանի։ Օգնականը չգիտեր, ինչ ասել։ Երբեք չէր տեսել ղեկավարին այսքան աստված, այսքան խոցելի։ Դուք ճիշտ բան եք անում, միայն դա կարողացավ ասել։ Տիգրանը գլխով արեց, բայց այդքան էլ վստահ չէր։ Ճիշտ բանը կլիներ մի համակարգ, որն աշխատեր, որը թույլ չտար երեխաներին ընկնել ճեղքերի մեջ, որը կախված չլիներ փրկչի բարդույթով գործարարներից կառուցվածքային խնդիրներ լուծելու համար։ Բայց մինչ համակարգը չէր փոխվում, մինչ պետական քաղաքականությունը շարունակում էր ձախողվել, նա անելու էր այն, ինչ իր ուժերի սահմաններում էր։ Գոնե մեկին կփրկեր։ Եվ ով գիտի, գուցե այդ գործընթացում սովորեր փրկել նա ինքն իրեն։ Այդ գիշեր, հիվանդանոցում մորն այցելելուց հաստատելուց հետո, որ նա հաջորդ օրը դուրս կգրվի, Տիգրանը տուն հասավ տարիներ շարունակ առաջին անգամ զգաց, թե որքան դատարկ է այդ բնակարանը։ Դա գեղեցիկ վայր էր, հյուսիսային պողոտայի մի շենքի վերջին հարկում, ամբողջությամբ ձևավորված հայտնի ճարտարապետի կողմից, դիզայներական կահույքով շունչ կտրող տեսարանով։ Բայց կյանք չկար։ Երեխայի աղմուկ չկար, սառնարանին կպցրած նկար չկար, այն քաոսային անկարգությունը չկար, որը տունը վերածում է օջախի։ Նա մի բաժակ վիսկի լցրեց, նստեց իտալական կաշվե բազմոցին, սկսեց նայել ներքի քաղաքին, միլիոնավոր վառվող լույսերին, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի կյանք, մի պատմություն, մի դրամա։ Եվ մտածեց Անի մասին, որը պառկած էր այն երկհարկանի մահճակալին, 5 այլ աղջիկների հետ սենյակում, հավանաբար չկարողանալով քնել, հավանաբար մտածելով, թե արդյոք ինքը իսկապես կվերադառնա, թե դա պարզապես մեկ այլ մեծահասակ էր, որը խոստումներ է տալիս անհետանում։ Նա վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց տիկին Պատրիսիային, իրավաբանին։ Պետք է արագացնեմ այս գործընթացը։ Էլ ինչ կարող եմ անել։ Պատասխանն արագ եկավ։ Ներկա եղեք բոլոր թույլատրված այցելություններին։ Կապ հաստատեք։ Նվիրվածություն ցուցաբերեք։ Եվ համբերատար եղեք։ Մանկական արդարադատությունը գործարարի ժամանակով չի աշխատում։ Համբերություն։ Տիգրանը երբեք լավ չէր դրանում։ Բայց պետք է սովորեր։ Որովհետև այս անգամ հրատապությունը պայմանագիր կնքելը կամ հաճախորդ շահելը չէր։ Խոսքը 5 տարեկան մի աղջկա մասին էր, որն արդեն չափազանց երկար էր սպասել մեկին, որը չէր հանձնվի։ Եվ տունը, նա հայտնաբերում էր, վայր չէր։ Դա խոստում էր։ Եվ նա միշտ պահում էր իր խոստումները։ 3 ամիս։ Պահանջվեց 3 երկար ամիս շաբաթական այցելություններով, լրացված զատղթերով, անվերջ հարցազրույցներով, հոգեբանական գնահատումներով, տնային այցելություններով, շատ համբերությամբ։ 3 ամիս, որոնց ընթացքում Տիգրանը սովորեց, որ երեխայի պաշտպանության համակարգը, չնայած իր բոլոր թերություններին դանդաղկոտությանը, գոյության պատճառ ունի։ 3 ամիս, որոնց ընթացքում նա ստիպված եղավ նայել իր ներսը մի ձով, որը երբեք չէր արել 50 տարվա կյանքում։ Խնամատար ընտանիքների ծրագրի հոգեբանը, Լիլիթ անունով մի կին, նրա հետ մեղմ չվարվեց։ Յուրաքանչյուր նիստում նա ծակում էր հաջողակ գործարարի գեղը փնտրում տակի մարդուն։
Հարցնում էր նրա մանկության ծնողների հետ հարաբերությունների, ինչու էր ընտրել միայնակ կյանք, իր վախերի, անվստահությունների, իրական դրդապատճառների մասին։ «Պարոն Տիգրան», հարցրեց նա նիստերից մեկում, «ինչ եք ակնկալում շահել սրանից։ Եվ ինձ մի ասեք, որ դա պարզապես աղջկան օգնելու համար է։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են օգնել, նա անձնական դրդապատճառ ունեն։ Ո՞րն է ձերը»։ Տիգրանը երկար լուռ մնաց, ձեռքերը շարժելով, պատուհանից նայելով։ Վերջապես, պատասխանեց մի ազնվությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն. «Ես կարծում եմ, որ ուզում եմ ապացուցել, որ ես տարբեր եմ հորիցս։ Նա ամեն ինչ ուներ՝ փող, իշխանություն, հաջողություն։ Բայց ժամանակ չուներ։ Ներկայություն չուներ։ Ես մեծացել եմ հսկայական դատարկ տանը։ Եվ ես երդվել էի, որ երբեք նրա նման չեմ լինի։ Բայց երբ ես հիմա նայում եմ իմ կյանքին, ես տեսնում եմ, որ դարձել եմ հենց այն, ինչ երդվում էի, որ չեմ լինի։ Հաջողակ, բայց միայնակ։ Հարուստ, բայց դատարկ։ Եվ հետո հայտնվում է Անին, ես տեսնում եմ տարբեր կերպ վարվելու հնարավորություն։ Լինել այն, ինչ ես կարիք ունեի, որ ինչ-որ մեկը լիներ ինձ համար։ Լիլիթը գրի էր առել ամեն ինչ, հետո ասել էր մի բան, որը օրերով արձագանքում էր նրա գլխում. «Սա վավեր դրդապատճառ է։ Բայց դուք պետք է հասկանաք, որ երեխան չի կարող կրել մեծահասակի վերքերը բուժելու բեռը։ Դուք կարող եք նրան առաջարկել այն, ինչ չեք ունեցել, բայց չեք կարող ակնկալել, որ նա կլցնի ձեր դատարկությունները։ Նա իր սեփական դատարկություններն ունի։ Եվ դուք երկուստ պետք է սովորեք բուժվել միասին, ոչ թե մեկը մյուսի միջոցով»։ Մինչ Տիգրանն անցնում էր այս հարկադիր ինքնաճանաչման գործընթացով, Անին հարմարվում էր հույսի տուն Իառորյային։ Նա ընկերացավ մյուս աղջիկների հետ, հատկապես փոքրիկ Սոֆիի հետ, որը դարձել էր նրա ստվերը։ Գնում էր զբաղմունքների, ուտում էր ճիշտ ժամերին, քնում էր, երբ ասում էին։ Բայց բոլոր նրանք, ովքեր շփվում էին նրա հետ, նկատում էին, որ նա միշտ սպասում է։ Ամեն անգամ, երբ այցելություն էր լինում, նա վազում էր դեպի ընդունարան, աչքերը փայլելով, սպասելով տեսնել Տիգրանին։ Եվ երբ հենց ինքն էր, նրա դեմքը լուսավորվում էր մի ձով, որը միաժամանակ սիրտ էր կոտրում բուժում։ Այցելությունների ժամանակ, որոնք միշտ վերահսկվում էին, բայց գնալով ավելի երկարում էին, Տիգրանն ու Անին կառուցում էին մի հարաբերություն, որը եզակի էր, տարօրինակ, բայց խորապես իրական։ Նա գրքեր էր բերում կարդում նրա համար։ Խաղեր էր բերում, միասին խաղում էին։ Նկարելու համար նյութեր էր բերում, հետո նրա նկարները կպցնում էր գրասենյակում, ի հուսահատություն ինտերիերի դիզայների, որը ամեն ինչ միլիմետր առ միլիմետր պլանավորել էր։ Այցելություններից մեկում Անին մի բան հարցրեց, որը նա չէր սպասում. «Ինչու դուք երեխաներ չունեք»։ Տիգրանը մտածել էր ստել, հեշտ պատասխան տալ։ Բայց սովորում էր, որ երեխայի հետ, հատկապես այն երեխայի հետ, որին կյանքում չափազանց շատ են խաբել, ազնվությունը հիմնարար է։ Որովհետև ես այնքան շատ եմ աշխատել, այնքան զբաղված եմ եղել իմ ընկերությունը կառուցելով, որ մոռացել եմ ընտանիք կառուցել։ Եվ երբ ես հասկացա, արդեն շատ ժամանակ էր անցել։ Հետո ես մտածեցի, որ արդեն շատ ուշ է։ Մինչ քեզ հանդիպեցի։ Իսկ հիմա? Ուշ չէ։ Հիմա ես գիտեմ, որ երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար։ Անին լուռ մնաց, մտածելով։ Հետո հարցրեց այն փոքրիկ ձայնով, որն օգտագործում էր, երբ վախենում էր պատասխանից. «Իսկ եթե նրանք թույլ չտան, որ ես ձեզ հետ գնամ։ Իսկ եթե ասեն, որ պետք է ուրիշ մարդ լինի։ Այդ դեպքում ես կշարունակեմ պայքարել, մինչ հասնեմ իմ ուզածին։ Որովհետև ես խոստացել եմ, հիշում ես։ Եվ ես միշտ պահում եմ իմ խոստումները»։ Բայց մինչ այս հարաբերությունը ամրապնդվում էր, մի ռումբ պատրաստվում էր պայթել։ Գործով զբաղվող սոցիալական աշխատողը վերջապես կարողացել էր գտնել հարցազրույց անցկացնել Կարինե Պողոսյանի հետ, այն կնոջ, որը գրանցված էր որպես Անիի պատասխանատու։ Եվ այն, ինչ նա հայտնաբերեց, պիտի փոխեր ամեն ինչ։ Տիգրանը զանգ ստացավ տիկին Պատրիսիայից, իրավաբանից, հինգշաբթի օրը։ Նա հանդիպման մեջ էր, երբ հեռախոսը զանգեց, սովորաբար չէր պատասխանի, բայց իրավաբանի անունը էկրանին ստիպեց նրան ներողություն խնդրել դուրս գալ սենյակից։ Տիգրան, պետք է, որ դու գաս իմ գրասենյակ։ Հիմա։ Մենք կարևոր բան ենք հայտնաբերել Անիի գործի վերաբերյալ։ Նրա ձայնի տոնը չափազանց լուրջ էր։ Տիգրանը զգաց, թե ինչպես ստամոքսը շրջվեց։ Վատ է։ Բարդ է։ Արի, անձամբ կբացատրեմ։
Մեկ ժամ անց Տիգրանը նստած էր տիկին Պատրիսիայի սեղանի դիմաց, որի առջ հաստ թղթապանակ էր բացված, դեմքին անհանգստության վրդովմունքի խառնուրդ կար։ Սոցիալական աշխատողը կարողացել է ամբողջական հարցազրույց անցկացնել այս Կարինեի հետ։ Եվ այն, ինչ նա հայտնաբերել է, ավելի վատ է, քան մենք պատկերացնում էինք։ Կարինեն Անիի մորաքույրը չէ։ Նույնիսկ հարազատ չէ։ Ինչպես թե հարազատ չէ, Տիգրանը զգաց, թե ինչպես շփոթությունը տիրեց իրեն։ Բայց նա ասել էր, որ հարազատ է։ Նա ստել է։ Իրական պատմությունը հետյալն է, Անիի մայրը, Աննա անունով, տնային աշխատող էր Երանի մի հարուստ ընտանիքի տանը։ Հղիացել է մի պատահական կապից, չի ցանկացել ասել, թե ով է հայրը, շարունակել է հղի աշխատել։ Կարինեն աշխատում էր նույն տանը, որպես խոհարար։ Երբ Անին ծնվեց, Աննան շարունակեց աշխատել, երեխային իր հետ տանելով։ Բայց երբ Անին 2 տարեկան էր, մայրը հիվանդացավ։ Ագրեսիվ քաղցկեղ։ 6 ամսից էլ քիչ ժամանակում նա մահացավ։ Տիգրանը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Աղջիկն այդքան փոքր տարիքում մորն էր կորցրել։ Իսկ հետո? Ինչ եղավ Անիի հետ։ Տանտիրուհին, որի մոտ նրանք աշխատում էին, պատրաստվում էր աղջկան հանձնել խնամակալության մարմնին, պատասխանատվություն չէր ուզում։ Բայց Կարինեն առաջարկեց մնալ երեխայի հետ։ Բայց ոչ բարությունից։ Տանտիրուհին ասաց, որ ամսական ֆինանսական օգնություն կտրամադրի նրան, ով կխնամի Անիին։ Ամսական 50,000 դրամ։ Կարինեն համաձայնեց, բայց ոչ սիրուց։ Փողի համար։ Տիգրանը զգաց, թե ինչպես է զայրույթը սկսում եռալ։ Ուրեմն նա փող է ստանում աղջկան խնամելու համար, մի նույն էլ լքված է թողնում։ Դրանից էլ վատ է։ Ըստ հետաքննության, Կարինեն փողն իր համար է օգտագործում։ Անին ապրում է մնացորդներով, նվիրաբերված հագուստով, հազիվ է դպրոց գնում։ Իսկ հիվանդանոցում սպասեցնելու պատմությունը։ Կարինեն դա անում է, որպեսզի մանկապարտեզի կամ դայակի համար չվճարի։ Նա աղջկան թողնում է հանրային վայրերում, հիվանդանոցներ, եկեղեցիներ, այգիներ, գնում է աշխատանքի։ Ժամեր անց վերադառնում է տանելու։ Երբեմն մոռանում է, աղջիկը փողոցում է քնում։ Տիգրանն այժմ դողում էր զայրույթից։ Ինչպես կարող էր ինչ-որ մեկը դա անել երեխայի հետ։ Ինչպես էր համակարգը թույլ տալիս, որ դա տեղի ունենա։ Իսկ այն տանտիրուհին, որը վճարում է։ Նա գիտի։ Գաղափար չունի։ Կարծում է, որ ամեն ինչ կարգին է։ Ամեն ամիս կանոնավոր փոխանցում է գումարը։ Երբ սոցիալական աշխատողը գնաց նրա հետ խոսելու, կինը ցնցվեց։ Ասաց, որ եթե իմանար, այլ կերպ կվարվեր, իսկական ընտանիք կփնտրեր Անիի համար։ Իսկ հիմա։ Ինչ է սա փոխում մեր գործընթացում։ Ամեն ինչ փոխում է։ Կարինեն երեխայի օրինական խնամակալը չէ, երբեք չի եղել։ Նա պարզապես անօրինական կերպով մնացել է աղջկա հետ։ Սա շատ է հեշտացնում զրկման գործընթացը։ Խնամակալության մարմինը վերջնական խնամակալության հայց կներկայացնի, Անին որդեգրման ծրագրում ընդգրկելու համար։ Որդեգրում կրկնեց Տիգրանը բառը, զգալով դրա կշիռը։ Այո։ Որդեգրման հերթը երկար է, հատկապես այս տարիքի երեխայի համար։ Բայց Անիի պրոֆիլով աղջիկ, առողջ, առանց եղբայր քույրերի, որոնց հետ պետք է պահել, հավանականությունը մեծ է։ Նա կարող է ընտանիք գտնել։ Բայց նա արդեն գտել է, ասաց Տիգրանը, նրա ձայնն այժմ ամուր էր։ Նա գտել է ինձ։ Տիկին Պատրիսյան հոգոց հանեց։ Տիգրան, մենք խոսել ենք այս մասին։ Որդեգրումը տարբերվում է ժամանակավոր խնամակալությունից։ Դա հավերժ է։ Ամբողջ կյանքի համար։ Դուք վստահ եք, որ հենց դա եք ուզում։ Բացարձակ։ Նույնիսկ իմանալով, որ ձեր կյանքը լիովին կփոխվի, որ այլևս չեք կարողանա ճանապարհորդել, երբ ցանկանաք աշխատել մինչ կեսգիշեր, ունենալ այն առօրյան, որը միշտ ունեցել եք։ Հատկապես դրա համար։ Տիկին Պատրիսյան երկար նայեց նրան, ուսումնասիրելով, գնահատելով։ Վերջապես, գլխով արեց դարակից նոր ձաթուղթ հանեց։ Ուրեմն մենք որդեգրման հայց ենք ներկայացնելու։ Բայց պետք է, որ դուք հասկանաք, գործընթացը երկար է, շատ փուլեր ունի, երաշխիք չկա։ Դատավորը կգնահատի ամեն ինչ, կլսի խնամակալության մարմնին, կդիտարկի այլ ընտանիքներ։ Դուք կարող եք չընտրվել։ Այդ դեպքում ես կբողոքարկեմ։
Եվ նորից կբողոքարկեմ։ Եվ նորից։ Մինչ այլս բողոքարկելու տեղ չլինի։ Բայց ես չեմ հանձնվի։ 2 շաբաթ անց տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Կարինե Պողոսյանը, բացահայտված առերեսված, անհետացավ։ Պարզապես անհետացավ, լքեց հանրակացարանի իր սենյակը, թողեց իրերը, այլս ոչ ոք չկարողացավ նրա հետ կապ հաստատել։ Տանտիրուհին, որը վճարում էր օգնությունը, ցնցվեց, իրեն մեղավոր զգաց, առաջարկեց օգնել այն ամենով, ինչ անհրաժեշտ կլինի։ Կարինեի բացակայությամբ այլ հարազատների չհայտնվելով, Տիգրանի գործընթացը ուժ ստացավ։ Գործով զբաղվող սոցիալական աշխատողը չափազանց բարենպաստ զեկույց կազմեց, ընդգծելով կառուցված կապը, նրա նվիրվածությունը, այն կառույցը, որը նա կարող էր առաջարկել։ Հոգեբանը նույնպես դրական եզրակացություն տվեց, նշելով, որ չնայած անփորձությանը, Տիգրանը ցուցաբերում է սովորելու երեխայի կարիքները իրենից վեր դասելու անկեղծ կարողություն։ Բայց վերջնական որոշումը դատավորինն էր։ Եվ մանկական հարցերով դատավորներին հեշտ չէ տպավորել։ Նրանք ամեն ինչ տեսել են, բռնել են ստող, մանիպուլյացիա անող, երեխային ինքնահաստատվելու կամ դատարկությունը լցնելու համար օգտագործող մարդկանց։ Նրանք բնույթով կասկածամիտ են, իրավացիորեն։ Դատական նիստը նշանակվեց երկուշաբթի առավոտյան, հիվանդանոցի այդ քաոսային երեքշաբթիից 3.5 ամիս անց։ Տիգրանը վաղ եկավ, կոստյումով, այնպես նյարդայնացած, ինչպես երբեք չէր եղել նույնիսկ կյանքի ամենամեծ բանակցության ժամանակ։ Տիկին Պատրիսյան նրա հետ էր, վերանայում էր վերջին մանրամասները։ Հիշիր, ազնիվ եղիր։ Եթե դատավորը ինչ-որ բան հարցնի, մի փորձիր գեղեցկացնել։ Ասա ճշմարտությունը, ցույց տուր, որ գիտես, որ հեշտ չի լինելու, բայց նվիրված ես։ Գիտեմ։ Տիգրանը ձեռքը տարավ մազերի միջով, փորձելով հանգստանալ։ Ես պարզապես ուզում եմ, որ շուտ ավարտվի։ Դատական նիստերի դահլիճը փոքր էր, պաշտոնական, հին թղթի օրենքի հոտով։ Դատավորը մոտ 60 տարեկան տղամարդ էր, ալեխառն մազերով, ակնոցը քթի ծայրին, խիստ արտահայտությամբ, որը հեշտություններ չէր խոստանում։ Նրա անունը Ռուբեն Մանուկյան էր, նա խիստ, բայց արդար դատավորի համբավ ուներ։ Սոցիալական աշխատողի հոգեբանի զեկույցները լսելուց հետո դատավոր Մանուկյանը շրջվեց դեպի Տիգրանը։ Պարոն Մելիքյան, դուք հասկանում եք, որ որդեգրումը անդառնալի է։ Որ եթե ես բավարարեմ հայցը, հետդարձի ճանապարհ չկա։ Երեխան օրինականորեն ձեր դուստրը կլինի, բոլոր իրավունքներով, պարտականություններով, որոնք դրանից բխում են։ Լիովին հասկանում եմ, հարգելի դատավոր։ Դուք միայնակ եք, շատ եք աշխատում, ինտենսիվ առօրյա ունեք։ Ինչպես եք պատրաստվում դա համատեղել 5 տարեկան երեխայի պահանջների հետ։ Ես կհարմարվեմ։ Արդեն սկսել եմ հարմարվել։ Կրճատել եմ իմ աշխատանքային բեռը, վստահելի մարդկանց եմ նշանակել ընկերության առանցքային պաշտոններում, վերակառուցում եմ իմ առօրյան։ Եվ եթե պետք լինի ընտրել բիզնեսի նրա համար ներկա լինելու միջ, ես կընտրեմ նրան։ Միշտ։ Իսկ եթե մի քանի տարի հետո զղջաք։ Եթե հասկանաք, որ դա այն չէր, ինչ պատկերացնում էիք։ Տիգրանը ուղիղ նայեց դատավորի աչքերին, երբ խոսեց, ձայնում բացարձակ համոզմունք կար։ Հարգելի դատավոր, ես իմ ամբողջ կյանքը կայսրություն եմ կառուցել։ Ստացել եմ այն ամենը, ինչ նյութապես ցանկացել եմ։ Բայց դա դատարկ էր։ Ամեն ինչ դատարկ էր։ Որովհետև ավելի մեծ նպատակ չկար։ Անին ինձ տվեց այդ նպատակը։ Նա ինձ առավոտյան արթնանալու պատճառ տվեց, որը պարզապես գործարք կնքելը կամ փող աշխատելը չէ։ Եվ ես կարող եմ անփորձ լինել, կարող եմ սխալվել, հավանաբար շատ կսխալվեմ։ Բայց ես ներկա կլինեմ։ Ես այնտեղ կլինեմ։ Եվ մի երեխայի համար, որն իր ամբողջ կյանքը սպասել է, որ ինչ-որ մեկը հոգ տանի, դա արդեն ավելին է, քան նա մինչ այժմ ունեցել է։ Դատավոր Մանուկյանը լուռ մնաց, գնահատելով։ Հետո թերթեց մի քանի թուղթ ասաց մի բան, որը ստիպեց Տիգրանի սիրտը գրեթե կանգնել։ Ես ուզում եմ լսել երեխային։ Բերեք Անահիտին այստեղ։ Րոպեներ անց Անին մտավ դահլիճ, ուղեկցությամբ հույսի տուն, ի սոցիալական աշխատողի։ Նա փոքրիկ էր այդ պաշտոնական միջավայրում, հագին պարզ զգեստ, որը ինչ-որ մեկը նվիրել էր, մազերը հյուսված։ Երբ տեսավ Տիգրանին, նրա աչքերը փայլեցին, բայց նա չվազեց։ Մնաց այնտեղ, սպասելով, ինչպես միշտ սպասել էր։ Դատավորը խնդրեց, որ նա մոտենա, խոսեց այն ավելի քնքուշ տոնով, որը դատավորները պահում են երեխաների համար։ Բար, Անահիտ։ Իմ անունը Ռուբեն է։
Ես դատավոր եմ, գիտես դա ինչ է։ Անին գլխով արեց, որ ոչ։ Դա մի մարդ է, որն օգնում է լուծել խնդիրներ։ Եվ այսօր ինձ քո օգնությունն է պետք մի կարևոր խնդիր լուծելու համար։ Կլինի։ Անին գլխով արեց, դեռ ամաչկոտ։ Դու ճանաչում ես այս պարոնին, նա ցույց տվեց Տիգրանին։ Ճանաչում եմ։ Տիգրանն է։ Իսկ ինչպես ես նրան ճանաչել։ Նա ինձ օգնեց, երբ ես հիվանդանոցում էի սպասում։ Ոչ ոք ինձ չէր նայում, բայց նա նայեց։ Իսկ դրանից հետո նա քեզ այցելել է այլ անգամներ։ Այցելել է։ Ամեն շաբաթ։ Նա ինձ համար գիրք է կարդում։ Եվ խաղում է։ Եվ ասում է, որ ես կարևոր եմ։ Աղջկա ձայնն այժմ ավելի ամուր էր դառնում, ավելի վստահ։ Եվ քեզ դուր են գալիս այդ այցելությունները։ Շատ։ Դատավոր Մանուկյանը տվեց այն հարցը, որը պիտի որոշեր ամեն ինչ։ Անահիտ, եթե դու կարողանայիր ընտրել, կցանկանայիր ապրել Տիգրանի հետ։ Լինել նրա իսկական դուստրը։ Անին նայեց Տիգրանին, այդ հայացքում վախ կար, բայց նա հույս։ Նա սովորել էր կյանքից շատ բան չսպասել, խոստումներին չհավատալ։ Բայց այդ տղամարդու մեջ, որը պայքարել էր իր համար, որը վերադարձել էր ամեն շաբաթ, որը պահել էր իր տված յուրաքանչյուր խոստումը, ինչ-որ բան կար, որը ստիպում էր նրան նորից հավատալ։ Կուզենայի, ասաց նա ցածրաձայն։ Շատ կուզենայի։ Ինչո՞վ։ Որովհետև նա ինձ չի մոռանում։ Որովհետև նա խոստացավ, որ կմնա, ու մնաց։ Եվ որովհետև, երբ ես նրա հետ եմ, ես ինձ անտեսանելի չեմ զգում։ Դահլիճում տիրած լռությունը ծանր էր, հուզմունքով լի։ Տիգրանը ուժով զսպում էր արցունքները, բայց մեկը պոկվեց սահեց դեմքով։ Դատավորը կոկորդը մաքրեց, տեսանելիորեն նույնպես հուզված։ Լավ, Անահիտ։ Շնորհակալություն։ Դու կարող ես հիմա վերադառնալ այն կնոջ հետ։ Երբ Անին դուրս եկավ, դատավոր Մանուկյանը լուռ մնաց մի ժամանակ, որը հավերժություն թվաց։ Նա նորից թերթեց փաստաթղթերը, վերընթերցեց զեկույցները, մտածեց։ Վերջապես հանեց ակնոցները, մաքրեց ոսպնյակները, խոսեց։ Պարոն Մելիքյան, ես այստեղ շատ դեպքեր եմ տեսնում։ Շատ։ Եվ դրանց մեծ մասում ես զգում եմ, որ մարդիկ ուզում են որդեգրել սխալ պատճառներով։ Դատարկությունը լցնելու, ամուսնությունը փրկելու, իրենց լավ զգալու համար։ Բայց ձեր դեպքում ես այլ բան եմ տեսնում։ Տեսնում եմ մեկին, որը փոխվել է այս երեխայի շնորհիվ, որը պատրաստ է անել անհրաժեշտը, նրա կյանքը նույնպես փոխելու համար։ Տեսնում եմ իրական կապ, իրական նվիրվածություն։ Եվ տեսնում եմ մի երեխայի, որն իր կյանքում առաջին անգամ իրեն անտեսանելի չի զգում։ Այսպիսով, բոլոր զեկույցները վերլուծելուց հենց երեխային լսելուց հետո, ես կբավարարեմ որդեգրման նպատակով խնամակալության հայցը։ Համակեցության ժամանակահատվածը կվերահսկվի սոցիալական ծառայության կանոնավոր այցելություններով։ Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, 6 ամսից որդեգրումը կլինի վերջնական։ Անահիտը կդառնա Անահիտ Մելիքյան։ Տիգրանը չկարողացավ զսպել իրեն։ Լաց եղավ հենց այնտեղ, դատավորի, իրավաբանի, բոլորի առջ։ Լաց եղավ թեթացումից, երջանկությունից, վախից, ամեն ինչից միասին։ Որովհետև նա հասել էր իր ուզածին։ Իսկապես հասել էր։ 2 ժամ անց նա վերադարձել էր հույսի տուն, այս անգամ ոչ թե այցելելու, այլ տանելու։ Անին արդեն պատրաստ էր իր տոպրակով, որը դարձել էր այն ամենի խորհրդանիշը, ինչ ինքն էր։ Բայց հիմա, տոպրակի մեջ, հին իրերից բացի, նոր բաներ կային։ Նկարները, որոնք Տիգրանն էր տվել, այցելությունների լուսանկարները, մի փոքրիկ փափուկ արջուկ, որը նա բերել էր։ Սենյակի մյուս աղջիկները բոլորն այնտեղ էին, հրաժեշտ տալու։ Լուսինեն ամուր գրկեց Անիին։ Դու լավ կլինես, լավ։ Քեզ մոտ ստացվեց։ Դու գտար քո ընտանիքը։ Փոքրիկ Սոֆին լաց էր լինում, կառչած Անիից։ Ինձ կայցելես։ Անին նայեց Տիգրանին, աչքերով հարցնելով։ Նա գլխով արեց։ Կայցելեմ։ Խոստանում եմ։ Եվ մինչ Անին հրաժեշտ էր տալիս աղջիկներին, որոնք նրա հետ կիսել էին կյանքի այդ դժվար հատվածը, Տիգրանը շուրջը նայեց, մտածեց բոլոր մյուսների մասին։ Նրանց, ովքեր կշարունակեին սպասել, որ ինչ-որ մեկը իրենց տեսնի, որ ինչ-որ մեկը իրենց համար պայքարի, որ ինչ-որ մեկը իրենց կարոր զգալ տա։ Եվ նա լուր խոստացավ, որ ինչ-որ բան կանի։
Դեռ չգիտեր ինչ, բայց կօգտագործի իր ձայնը, իր փողը, իր ազդեցությունը փոխելու այն համակարգը, որը թույլ է տալիս երեխաներին ընկնել ճեղքերի մեջ։ Տունդարձի ճանապարհին Անին լուռ էր մեքենայի հետի նստատեղին, նայում էր պատուհանից։ Տիգրանը դանդաղ էր վարում, վայելելով այդ պահը, այդ անցումը։ Վախենում ես, հարցրեց նա, նայելով հետի հայելուց։ Մի քիչ։ Ինչից։ Արթնանալուց հայտնաբերելուց, որ երազ է։ Որ ես դեռ սպասում եմ։ Տիգրանը կանգնեցրեց մեքենան ճամփեզրին, դուրս եկավ, բացեց հետի դուռը, կրացավ նրա առջ։ Երազ չէ, Անի։ Իրականություն է։ Եվ դու այլս երբեք միայնակ սպասելու կարիք չես ունենա։ Երբեք։ Այսուհետ մենք ընտանիք ենք։ Իսկ ընտանիքը չի լքում։ Ընտանիքը մնում է։ Հասկացա՞ր։ Անին գլխով արեց, որ այո, վերջապես ժպտաց։ Իսկական խորքից եկող ժպիտ, այնպիսին, որը լուսավորում է ամբողջ դեմքը։ Երբ հասան բնակարան, նա տպավորվեց չափերից, տեսարանից, ամեն ինչից։ Բայց այն, ինչ իսկապես նրան ապշեցրեց, սենյակն էր։ Տիգրանը հյուրասենյակներից մեկը վերածել էր աղջկա սենյակի։ Նոր մահճակալ կար, գունավոր վերմակով։ Գրքերով լի դարակ կար։ Խաղալիքների արկղ կար։ Նկարելու սեղան կար։ Եվ պատին, խնամքով կպցրած, այն բոլոր նկարներն էին, որոնք նա արել էր այցելությունների ժամանակ։ Սա իմն է, հարցրեց Անին, աչքերը լայն բացված։ Այս ամենը։ Ամեն ինչ քոնն է։ Քո սենյակը, քո տունը, քո ընտանիքը։ Անին դանդաղ մտավ, դիպչելով իրերին, կարծես վախենում էր, որ կանհետանան։ Նստեց մահճակալին, փորձեց փափկությունը։ Գիրք վերցրեց դարակից, բացեց, թերթեց։ Եվ հետո արեց մի բան, որը երբեք չէր արել Տիգրանի առջ։ Լաց եղավ։ Իսկապես լաց եղավ, այնպես ինչպես երեխաներն են լաց լինում, երբ վերջապես իրենց բավականաչափ ապահով են զգում, ազատելու այն ամենը, ինչ ներսում կուտակվել էր։ Տիգրանը նստեց նրա կողքին մահճակալին, ձեռքը գցեց նրա շուրջը, թույլ տվեց, որ լաց լինի։ Չփորձեց կանգնեցնել, չփորձեց շեղել։ Պարզապես մնաց այնտեղ, ներկա, ամուր, ցույց տալով, որ նա կարող է փլուզվել, որովհետև ինքը կպահի։ Երբ արցունքները վերջապես դադարեցին, Անին նայեց նրան, այն դեռ թաց աչքերով հարցրեց. Կարող եմ քեզ հայրիկ ասել։ Տիգրանը զգաց, թե ինչպես սիրտը պայթեց կրծքում։ Կարող ես։ Կարող ես ինձ ասել, ինչպես ուզում ես։ Բայց միայն եթե իսկապես ուզում ես։ Ուզում եմ։ Հայրիկ։ Եվ այդ բառի մեջ, որն ասվեց առաջին անգամ, լի իմաստով հույսով, սկսվեց մի նոր պատմություն։ Մի գործարարի պատմություն, որը սովորեց, որ կյանքի ամենամեծ հաջողությունը չի չափվում փողով, այլ սիրով։ Եվ մի աղջկա պատմություն, որը վերջապես դադարեց անտեսանելի լինելուց, հայտնաբերեց, որ արժեք ունի, տեղ ունի, մեկին ունի, որը պայքարում է իր համար։ Դա հեքիաթի կատարյալ ավարտ չէր, որովհետև իրական կյանքը երբեք կատարյալ չէ։ Նրանք դեռ մարտահրավերներ կունենային, դժվար պահեր, ցավոտ հարմարումներ։ Բայց երկուսի կյանքում էլ առաջին անգամ նրանք այդ ամենին միայնակ չէին դիմակայելու։ Միասին էին։ Եվ երբեմն միասին լինելն արդեն իսկ բավարար հաղթանակ է։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Տիգրանի Անիի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո, տոկունության վերափոխման այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դուք կվարվեիք Տիգրանի պես, կպայքարեիք անծանոթ երեխայի համար։ Թե ճանաչում եք մեկին, որը նման պատմություն է ապրել։ Ուզում ենք իմանալ ձեր կարծիքը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են խորհել կարեկցանքի, ընտանիքի տան իսկական իմաստի մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեզ։